Եթե 3 ընտրատեղամասերում լինի նորից ընտրություններ, գուցեև Բարգավաճ Հայաստանը անցնի ազգային ժողով։ Շատ մեծ բան չէր փոխվելու։ Մի քանի օրենք չէին կարող փոխել։ Եթե դուք չլինեիք իշխանության, այս պարագայում կարծում եք, որ պատերազմ կլիներ։ Ռիսկը շատ մեծ կլիներ, հայտարարում էին խաղաղության վատ քխ լինելու մեջ։ Երաժշտություն, արվեստ, շատ սիրողական։ Հայաստանի Հանրապետության քաղաքտեզը դարձրել եք քաղաքական սիմվոլ։ Տենց քեզ պահիքով կամ ձեզ պահեք ձեր քարտեզը ինչ մասին է, եթե ոչ համահրանքի։ Գուցե ձեզ է ուղղված ոչ թե քարտեզին։ Այդ ընտրությունները ցույց տվեցին արդեն։ Էսա չինգա-չունգանենք տեսնենք։ Հնդիկ միգրանտներին թիրախավորում են ու աշխատանքային իրավունքից սկսած մինչև ռասիզմ։ Պայմանները լավանում են, իրանց աշխատավարձ են հայտարարում է Կամուլսարի հետ կապված հարցով, որ շահագործումը վնասակար չի լինելու։ Այո, հիմա էլ եմ կարծում, Ձեր քաղաքական ուժը այդ օրենքը չի ընդունում, էլի։ կընդունենք։ Ռոք սիրում եք։ Հա, ռոք սիրում եմ։ Իսկ ռաբիս Չեմ տանում ընդհանրապես։ որ հարսանիքներին գնում եք։ Այս մեծ ժխորոտ տեղեր չեմ սիրում։ Կարող ենք այդ պատմում անել, որ թոշակառուները շարունակում են ապրել այդ աղքատության շեմին։ Որովհետև հենց բարձրացնում եք նվազագույն բարողական ցուցանիշը բարձրանում է, ոնց որ այդ ցուցանիշի հետևից վազելու տպավորությունն է։ Բապետի վազես, բայց պիտի Բարձրագույն կրթություն ունեցող անձը, որ օրինակի համար հորդորելով ձեր խորհրդին գնում է կրթությունը ստանում, փորձում աշխատանք գտնի, չի կարողանում։ Ես կարող եմ ունենամ բարձրագույն կրթություն, որը մեկ պետք չի սպայի տնտեսությանը։ Երկրորդը, ես կարող եմ ունենամ դիպլոմով մասնագիտություն, բայց ես ոչ մի բան չհասկանամ։ Թիրը կրթության որակն է։ Այդ թվում Միգուցե նպաստ ավելի բարձր է այդ բարագայում, քան աշխատավարձը։ Ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը այս պահին, չէ։ Ֆիկտիվ են գրված 75-ով, որտեղ գործատուները թաքցնում են։ Անդիմադիր խմբակցության հասցեին մի շարք վիրավորանքներ էի քննչացրել։ Ով մեզ տենց բան կասի, ինքը այսպես, վալա։ Բարեկալուստ հետընտրական Հայաստան, մենք շարունակում ենք քաղաքական հարցազրույցների մեր շարքը Ջենզի լսարանի համար եւ այսօր մեր հյուրն է վազորդ, լողորդ, հեծանվորդ, բժիշկ դառնալու ցանկություն ունեցած, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար դարձած Արսեն Թորոսյանը, շնորհակալություն պարոն Թորոսյան, Շնորհակալ գալու համար։ Պարոն Թորոսյան, հետընտրական արդյունքներից գոհ եք։ Գոհ ենք ընտրության արդյունքներից։ Եթե շատ կարճ, եթե չբացատրենք ինչու եւ ոնց, ապա ընդհանուր առմամբ գոհ ենք, թեև եթե մասսայական ընտրակաշարք եւ այլ գործիքներ չբանեցվեին, հա, մեր տոկոսը ընդհանուր մասնակցության մեջ ավելի բարձր կլիներ, բայց այնուամենայնիվ արդյունքները խոսուն են եւ ասում են, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը տեր կանգնած խաղաղությանը, պետությանը, ինքնիշխանությանը, անկախությանը։ Բայց սահմանադրական մեծամասնություն ունենալու համար եք պայքարում, որը չստացվեց, պլան B չունեիք այս մասով, եթե չստացվեր, ինչ եք անելու։ Պլան B-ն որն է, գնում ես ժողովրդից հայցում ես քվե, ժողովուրդն էլ տալիս է այդ քվեն, ասացի արդեն, եթե այն երկրորդ մասը չլիներ, միգուցեև լիներ սահմանադրական մեծամասնություն, բայց մեր համար կարևորը ժողովրդի քվեն եւ ձայնը արձանագրելն է, ոչ թե ինքնին պարզապես թվերը կամ կոտորակները, այս դեպքում 2/3 կամ 3/5 կարևորն է դա։ Այս մնացածը ընթացքում։ Պարոն Թորոսյան, եթե դուք ընդդիմությանն եք մեղադրում ընտրակաշարքների մեջ, ընդդիմությունը ձեզ մեղադրում է վարչական ռեսուրս կիրառել։ Օրինակ Ընդդիմության մեղադրանքներն եմ այս պայդրությամբ հնչեցնում, նշելով, որ վարչական ռեսուրս է կիրառվել, ու այդ թվում հենց այդ պատճառով իրենք են մտածում, որ ընտրությունները ապօրինի են։ Վարչական ռեսուրսի կիրառումը տենց բան ունի, էլի ցուցանիշներ, ցուցիչներ ունի, էլի, այսինքն պետք է ասվի այդ օրինակ ինչն ա եղել, օրինակ ես իմ աշխատողներին կանչել ասել եմ կգնաք կընտրեք քաղաքացիական բան, թե չէ թաթիկներիդ կխփեմ, հա, փայտով։ Հիշում եք նախկինում ցուցակներով, գազելներով, չգիտեմ, բաներով, տենց կոմերիտականի նման։ Ես կարող եմ օրինակներ բերեմ, որ ասեցիք, օրինակ ռեպորտաժներ էին հրապարակում, որտեղ օրինակ դպրոցի կամ ուսուցիչները մանկապարտեզի աշխատողներն էին գալիս քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ինքես աթոշակները բարձրացրեցիք մինչև այդ առողջական ապահովությունը։ Մի րոպե, հանգիստ խնդրում եմ, ի՞նչ է նշանակում, պետք է աթոշակ բարձրացնելը
վարչական ռեսուրսի կիրառումը կամ ապահովագրությունը։ Չէ, շատ բան են ասում։ Մեկն էլ ասում էր հատուկ հիվանդացրեցիք մեր քաղաքացիներին, հետո ներդրեցիք առողջության ապահովագրություն, ասենք տենց աբսուրդի ժանրին բան անենք, էլի շատ չմոտենանք։ Այդ դպրոցների մասնակցությունը հետևանքա կամ ունեցեք կամ կունենա, շատ չեմ հետաքրքրվել, եթե դա եղել է աշխատանքային ժամին եւ դասա process-ի հաշվին կամ ժամանակ, որովհետեւ դա չի կարելի արգելվում է, իսկ դրանից դուրս ցանկացած քաղաքացի ազատ է իր կամքը արտահայտելու եւ մենք ենք դեմ այդ կամքի վրա բռնանալուն ի հակառակ են մեր մյուս մրցակիցների, որոնք ոչ միայն կողմ էին բռնանալուն, այլև առնելուն այդ կամքը, աշխատանքային ժամին էին եկել, կանխիկ փողով առնելու, իսկ կենսաթոշակներն ու ապահովությունը նախընտրական ծրագիրն ա եղել։ Հիմա մենք այսօրվանից պատրաստվում ենք մյուս ընտրությունների։ Ամեն օր ինչ անում ենք մենք, հաշվեք պատրաստում ենք մյուս ընտրությունների, որոշումներ ենք ընդունում, օրենքներ, ծրագրեր եւ այլն, ու դա անում ենք նախ որովհետեւ հավատում ենք, որ դա ճիշտ բան է, այսինքն ապահովագրությունը ես եմ սկսել 8 տարի առաջ, հետո Ավանեսյանը շարունակել է, վարչապետը առաջնորդել է այդ ընթացքում, ասենք ոնց կարելի է դա համարել վարչական ռեսուրս կամ կենսաթոշակների բարձրացումը, այն դեպքում որ մենք 8 տարում 7 անգամ կենսաթոշակ ենք բարձրացրել։ Այդ մասին դեռ կխոսենք, այդ թեմայով դեռ կխոսենք, համենայն դեպս դուք ասում եք, որ նախընտրական քարոզչության թեմաներից ու խոսույթներից մեկն էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն դուք չստանաք, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիմա դուք չստացաք ու խոսույթը մեղմացվեց։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մեծամասնություն չստանանք, ապա պատերազմ է լինելու։ Այդպես է ասել։ Մենք ասում ենք, որ եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը հաղթի, ապա հավանականությունը մեծ է, քանի որ նրանք բոլորն ուզում են վերանայել խաղաղության համաձայնագիրը, դա իրենց կարծիքով հիմա կա հավանականություն մեծ է հավանականություն։ Մենք պետք է կառավարենք, որպեսզի ընդհանրապես չլինի նման հավանականություն եւ մեր ամենօրյա գործունեությունը դրան է ուղղված։ Բայց հիմա դուք չունեք այդ մեծամասնությունը կկարողանաք կառավարել։ Մեծամասնություն ազգային ժողովում մենք միանձնական մեծամասնության մասին է։ Մենք ձևավորում ենք կառավարություն, մենք նշանակում ենք նախարարներ եւ այլն, նախագահն նշանակում վարչապետի ներկայացմամբ եւ ազգային ժողովում մեծամասնություն որպես ֆրակցիան եւ շարունակելու ենք մեր աշխատանքները, այսինքն մենք հիմա էլ չունենք այս ազգային ժողովում 2/3, ունեինք 3/5 եւ բերել ենք խաղաղություն, շարունակելու ենք խաղաղությունը զարգացնել, ամրապնդել։ Պարոն Թորոսյան, ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաեւ դիտորդական առաքելությունները նշում են, որ այն հայտնի 3 ընտրատեղամասերի վերակվյարկություն չնշանակելը ապօրինի է։ Այս խոսակցությունները ձեզ չի անհանգստացնում։ Ապօրինի չի, ավելին շատ լավ բացատրված եւ հիմնավորված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ ոչ միայն, այլ այդ թվում շատ եւ այլ փորձագետներ եւ նաեւ մեր գործընկերներն են խոսել դրա մասին ու շատ տրիվիալ է։ Օրինակ հիմա այսօր նման բան անելը մյուս բոլոր քաղաքացիների կամքի արտահայտությունը իմանալով, ոչ թե չգիտես, գնում ես այդ օրը ոչ քարոզչությունն է կարելի, ոչ թվերը հրապարակել կարելի, գնում ես ընտրության, դու չգիտես ով է անցողիկ, ով է ոչ անցողիկ, ով է մոտ շեմին, ով մոտ չի շեմին եւ գնում ես քվեարկության։ Հիմա այս պարագայում գնալ քվեարկության 3 տեղամասում, երբ որ ակնհայտ է ինչ արդյունքներ կարող է լինել, դա ազդում է մյուս բոլոր 100,000-ավոր ընտրողների կամքի վրա։ Շատ լավ, այդ 1,5 միլիոն ընտրողների կամ արտահայտության արձանագրման վրա։ Իսկ այդ դեպքում կարող է բոլոր ընտրատեղամասերում պիտի նոր ընտրություններ նշանակվեն, որովհետև եթե 3 ընտրատեղամասերում հաղթվել է ընտրողների քվեարկության իրավունքը, այս պարագայում արդյոք նոր քվեարկություն պետք չի, որովհետև այստեղ նաև վտանգ կա, չէ, որ եթե 3 ընտրատեղամասերում լինի նորից ընտրություններ, գուցեև Բարգավաճ Հայաստանը անցնի ազգային ժողով։ Բարգավաճ Հայաստանի երկրորդական է, նույնիսկ եթե անցներ ազգային ժողով, շատ մեծ բան չէր փոխվելու։ Փոխվել, ինչպես չէր փոխվի։ Դուք ուղղակի մեծամասնություն չէիք ունենա, մանդատները քիչ կլինեին։ Այդ 3/5-ը մեծամասնությունը, ոչինչ, 3/5 չէինք ունենա, այնտեղ մի քանի օրենք չէինք կարա փոխենք, բայց նորից եմ կրկնում, բայց 1.5 միլիոնի քվեի արձանագրումը որն է ստեղ ավելի գերադաս կամ ուստորադաս այս 3 ընտրատեղամասի վերակվեարկությամբ ստորադասել 1.5 միլիոն մարդու քվեարկության արդյունքները իհարկե ոչ եւ եթե խոսքը գնում է ամբողջ ընտրությունների չեղարկման մասին ես չեմ կարծում որ
այնուամենայնիվ դա ճիշտ է, Սահմանադրական դատարանն են դիմել, թող Սահմանադրական դատարանը որոշի ինքը ունի նման լիազորություններ ունեք։ Մենք ոչ մի մտավախություն չունենք, ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք, ու մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այդ պատերազմի եռագլուխ, բազմագլուխ կուսակցությանը իր պոչերով եւ դրա արտահայտությունը մենք տեսել ենք, եւ եթե լինի նոր քվեարկություն, ավելի վատ է լինելու այդ եռագլուխ, բազմագլուխ կուսակցության համար։ Մեր ժողովրդի կողմից։ Այս ամեն ինչը արդեն տեսնելուց հետո։ Համենայն դեպս պարոն Թորոսյան, այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները հաշվերը հաշվարկի ժամանակ արդեն ինչ որ բան փոխում էին, ու երբ որ դուք ասում եք այդ 1.5 միլիոնը պետք չի ստորադասել 3 ընտրատեղամասի ընդհանուր ընտրողների քվեներին, մեծ հաշվով հենց այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները շատ ուղիղ ազդեցություն էին ունենալու ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Ցանկացած մարդու ձայնը ազդեցություն ունում արդյունքների վրա, հասկանում եք, հիմա իմ քվեարկությունները ազդեցություն կամ վերադասում ընտրողների ձայների արդյունքները։ Ինչն է լեգիտիմություն ապահովում այս ընտրություններին։ Լեգիտիմությունը ապահովում է ընդհանուր քվեների բաշխումը եւ ոչ թե 3 ընտրատեղամասում, որտեղ եղել են խախտումներ, որոնք չպիտի լինեին, որ 20:00-ից չպիտի լիներ այդ քվեարկությունը, չի կարա ստորադասի ամբողջ ընտրությունների պատկերը, հասկանում եք։ Իսկ եթե տենց է, եկեք ուրեմն շաբաթը մեկ մի քանի տեղամասում ընտրություն անենք։ Տեսնենք ով որտեղ հաղթեց։ Հետո մյուս ընտրատեղամասում քաղաքական ուժերը գնացեք, տեսեք մեկ այնտեղ հաղթել են, դուք էլ ավելացրեք ստեղ, որ մենք էլ հաղթենք։ Ու տենց ամբողջ տարին ընտրություն անենք։ Վերջում որ տենց մոտավորապես ռուչնոյ ռեժիմով, ձեռով ռեժիմով ձևավորվի ազգային ժողով։ Պարոն Թորոսյան, այս պարագայում եթե խոսում եք ընտրական շարքի մասին, արդյոք արդար չէր լինի, եթե նոր ընտրություններ լինեին, բացառելով ընտրական շարքի գործոնը ընտրությունների։ Տեսեք, նոր ընտրությունները մենք ունենք ինստիտուտներ մեր երկրում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Սահմանադրական դատարան, վարչական դատարան, որտեղ բողոքարկվում են տարբեր ակտեր, եւ եթե լինի հիմնավոր այդ ամեն ինչը իրանք կլինեն։ Իմ կարծիքով այսօր արձանագրված արդյունքները ամբողջությամբ լեգիտիմ են եւ եթե նույնիսկ կասկածել կա, ապա դա մեր չստացած ձայների մասով է, ոչ թե մեր ստացած։ Եթե ընտրությունների այդ ձեր ասած առաջարկը դրանա վերաբերում, որ այդ ընտրակաշար բաժանած ուժերը, հա, ավելի քիչ ձայն կստանան, այն արդեն ավելի քիչ ձայն են ստացել եւ երկիրը ըստ էության չի գնացել այդ ճանապարհով, ժողովուրդը որոշել է, որ չի գնալու այդ ճանապարհով, չի վերադառնալու անցյալ, չի գնալու արկածախնդրության, խաղաղությունը կասկածի տակ դրող եւ այդ ճանապարհով ես չեմ կարծում, որ կարիք կա նորից հարցնելու մեր ժողովրդին դրա մասին։ Բայց ժողովրդի մոտ ընդհանուր տպավորություն կա, որ անարդար են անցել ընտրությունները։ Հա, անարդար են անցել միայն մեր ձայների քիչ լինելու տեսանկյունից միայն։ Թե վարչական ռեսուրս կիրառելու տեսանկյունից, թե կաշառքի տեսանկյունից։ Եկեք գնանք քայլենք, այդ տպավորությունը ո՞նց է գնահատում։ Ոնց է գնահատում։ Այն որ վարչապետը 10 անգամ ասած չեմ ուզում այդ նույն բանը ասեմ։ Երբ որ կա անարդարության զգացողություն, այդ ամեն ինչը վիճարկվում է ներքուստ, հետո էլ արտաքուստ։ Մարդկանց կողմից ես 2003 թվականից այտենց ցույց չի եղել, որ Հայաստանում չմասնակցեմ բոլոր կեղծված ընտրություններից հետո։ Ինչի հիմա չկան այդ ցույցերը։ Ես վարչապետի պես չեմ ասում կոչ եմ անում դուրս եկեք փողոց, էդ էլ է մոտեցում, բայց չկա այդ անարդարության զգացողությունը։ Բոլորը գիտեն, որ 18 թվականից այնքան իշխանությունները ընտրությունները չեն կեղծում, հակառակը պաշտպանում են կեղծիքից, իսկ այս մեկը նույնիսկ արտասովոր կերպով էլի եւ կեղծող ցանկացողներն են շատ եւ մեր կողմից այդ ամեն ինչը փորձել կանխարգելելն էր շատ ջանք պահանջում, բայց ամեն ինչ ամբողջը չստացվեց իհարկե, որովհետև շատ լայնամասշտաբ էր այդ ամեն ինչը։ Ըստ էության պետության զարթման փորձ էր դա, կարելի է այդպես ասել։ Պարոն Թորոսյան, Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում խոսում էր հիմնականում պատերազմի ռիսկը կանխելու մասին ու ասում էր, որ պատերազմի ռիսկը կառավարելի է։ Հիմա այս ընտրություններից հետո պատերազմի ռիսկը կառավարելի է։ Այո, դեռ կառավարելի է, քանի որ ժողովուրդը այդպես է որոշել։ Այսինքն եթե դուք չլինեիք իշխանություն, եկեք հստակեցնեմ, Նարեկ հետընտրական շրջանում ռիսկը կառավարելու մասին խոսում, նախընտրական շրջանում խոսում էր արդեն ռիսկի մասին էր խոսում։
ռիսկը կա, որ ճիշտ հասկանենք էլի, հա։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ որ հետընտրական շրջանում արդեն անցել եք, դուք ասացիք, որ կառավարելի է, ուզում եմ նաև հասկանալ, եթե դուք չլինեիք իշխանության, այս պարագայում կարծում եք, որ պատերազմ կլիներ նոր սեպտեմբերին։ Ռիսկը շատ մեծ կլիներ, որովհետև բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ ըստ էության հիմնական մեր մրցակիցներն էին, հայտարարում էին խաղաղության վատ քխ լինելու մեջ, վատ խաղաղություն է, չգիտեմ ինչ նշանակում վատ խաղաղություն։ Մեկը ասում էր պետքա երաշխավորված լինի, մյուսը ասում էր պետքա ուժեղ լինի, այն մյուսն էլ արժանապատիվ։ 1000 անգամ ասել եմ, խաղաղությունը ինքնին այնքան ընդգրկուն հասկացություն է, որ իրան ածականներ պետք չեն, ինքը ավելորդ է այդ ածականները, հա։ Եվ մեր խաղաղությունը հիմնված է միջազգային իրավունքի վրա, օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո նաև Գեդնի վրա ենք տեսնում, կա նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որը տեքստը պարզ է եւ որևէ ստորջրը քարեր չկան այդ տեքստի մեջ, բայց մեր մրցակից ուժերը ասում են, չէ, պետքա վերանայենք, ի՞նչ է դա նշանակում, եթե ոչ նորից պատերազմի կոչ, հա, ռազմակոչ։ Հիմա այդ ռիսկը կա, թե չկա, պարոն Թորոսյան։ Հիմա չկա կամ կա այնքան ինչքան որ կար 2 ամիս առաջ, այսինքն չկա, որտեղ խաղաղությունը հաստատվել է, պրոցեսները, որոնք որ Չհասկացա, հիմա կա թե չկա։ Չէ, ուղիղ ասացի կա այնքան ինչքան կար 2 ամիս առաջ։ Իսկ ռիսկը բան է, հա, շրջանակա 0-ից մինչև 100։ Հիմա եթե մենք մոտեցել ենք 0-ին, տենց մոտեցած 0-ին մնացել ենք ոնց որ մեր բոլոր մյուս հարևանների հետ։ Եվ այդ ռիսկը չի ավելացել մեր ժողովրդի ընտրության շնորհիվ։ Շատ լավ, ուղղակի այստեղ հարցը շարունակում է մնալ այն, որ հայտարարություն է եղել կառավարող ուժից Նիկոլ Փաշինյանից, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չունենա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմը սկսվելու։ Այդ հայտարարությունը այսպես շատ ուղիղ եւ բառացի ենք մեջբերում, ու հիմա դուք չունեք սահմանադրական մեծամասնություն, այնուամենայնիվ ուզում ենք հասկանալ պատերազմ կլինի թե չի լինի։ Պատերազմ չի լինի, որտեղ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղությունը ամրապնդվի եւ սահմանադրական մեծամասնություն չունեցեք։ Սահմանադրական մեծամասնություն չունենք, բայց սահմանադրական փոփոխությունների process-ը շարունակվում է, տեքստը քննարկվում է, կդրվի հրապարակային քննարկման ու գործընթացը մենք ամեն դեպքում տանելու ենք առաջ։ Իսկ եթե չստացվի այդ գործընթացը, որովհետև ընդդիմադիր ուժերը կարող է համաձայն չեն ձեր այն գործընթացի հետ, որը դուք առաջ եք տանում։ Կապրենք, կտեսնենք։ Պրոցես ազգային ժողով կսկսի աշխատել, կտեսնենք ինչ է տեղի ունենում ազգային ժողովում։ Շատ լավ, երբ որ ասում եք, որ խաղաղությունը կամ վատ կամ լավ չի լինում, ու լինում է կամ չի լինում, ուզում եմ հասկանամ խաղաղությունն ու արդարությունը այդ պարագայում օրինակի համար ձեր մտքում, քաղաքական մտքում նաև համատեղելի է, թե համատեղելի չէ։ Միանշանակ համատեղելի է, ու խաղաղությունը, որ այսօր կա, շատ արդար խաղաղություն է։ Իսկ միջին վիճակագրական Արցախցու համար օրինակ այդ խաղաղությունը արդար է։ Միջին վիճակագրական մեր հայրենակցի համար, ով Ղարաբաղից տեղահանվել է Հայաստան, եթե էմոցիաները հանենք, ապա այն խաղաղությունը, որ հիմա կա Հայաստանի Հանրապետության շուրջ, կարծում եմ իր համար շատ կարևոր պետք է լինի, որպեսզի ինքը իր հայրենիքում, որը Հայաստանի Հանրապետությունն է, ուզում ենք որ դառնա, չի ուզենա տեսնել այն ամենը, ինչ որ տեսել է Լեռնային Ղարաբաղում։ Բայց էմոցիաները երբեմն գլուխ են բարձրացնում եւ այո, մեծ շատ հայրենակիցներ նաեւ այդ էմոցիաներին տուրք են տալիս ու դա հասկանալի է, այսինքն դա նաեւ մարդկային է, հա, դա բնական է, որ դու հաճախ էմոցիաներով ես առաջնորդում, դու չես կարա միշտ իրանց հանես։ Իսկ որոշ քաղաքական ուժերը այդ էմոցիաները շահարկում են, կրակի վրա յուղ են լցնում եւ ոչ թե փորձում են բուժել, հա, այդ վերքը ամոքել այդ ցավը, այլ հակառակը ցավով իրանք ապրում են։ Այդ ցավը որ հանենք, իրանք ոչինչ չունեն ասելու։ Բայց ախր նույն էմոցիայի մասին երբ որ խոսում եք ու պատերազմի թեման եք շահարկում, որ վախը առաջացնում ժողովրդի մեջ, որ սեպտեմբերին պատերազմը լինելու եթե մենք չլինենք, այդ չի նշանակում, որ նույն գործողությունը, որի համար մեղադրում եք օրինակի համար ընդդիմությանը, նույն բանը դուք եք անում։ Չէ, մենք նույնը չենք անում, մենք չենք ասում, մենք չենք վախացում, մենք ասում ենք Ժողովուրդ ջան, տեսեք, մենք օգոստոսի 8-ից հետո sense ձեռբերումներ ունենք, ճանապարհներն են բացվում, շփվում ենք, տարբեր բաներ են քննարկում, շուտով հնարավոր կլինի ավելի շատ բանի հասնել ու կան այլ քաղաքական ուժեր, որոնք ասում են դա լավ չի, պետք չի այդ ամեն ինչը անել, մեզ ուրիշ բան է պետք անել, որը ենթադրում է նոր կոնֆլիկտի հարուցելու տրամաբանություն, ասում ենք դուք ընտրեք, ու ժողովուրդը ընտրել է,
Մենք չենք ասում, այ գիտես բան եւ այլն, այսպես այնպես, որ ես sense կանեմ, այդ մարդն այդպես ոգևորվի էմոցիաներով բանով, ասի հա ես գնամ իրան ընտրեմ, որ վաղը գնամ ապրեմ իմ հայրենիքում։ Բայց այդ նույն տրամաբանությամբ, երբ որ դուք ձեր քարոզարշավի ժամանակ այն խոսույթն եք օգտագործում եւ հնարավոր չի նույնիսկ կոնֆլիկտով։ Երբ որ այն խոսույթն եք օգտագործում, որ կամ մենք ենք լինում պատերազմ, չի լինում, կամ մենք չենք լինում պատերազմ, է լինում, այդ Իրանով արդեն վախի մթնոլորտ է ստեղծում։ Մարդիկ բնականաբար չեն ուզի պատերազմ լինի։ Այլ ընտրանքի ցցուն դրսևորում է, որ այս այլ ընտրանքը Ժորժ ջան որոշեք, որովհետեւ իրանք հրապարակային այդ ամենը հենց դա է։ Դա բարձ հայերեն է, սիրելիներս։ Հայերեն ասում են այդ մարդիկ, հայերեն ասում են երաշխավորված, արժանապատիվ, ուժեղ, ասում են այս խաղաղությունը լավը չի, պետքա բազմաթիվ երաշխավորներ բերել Չինաստանից սկսած մեկը вообще ասում էր Պակիստանն էլ պետքա գա երաշխավոր դառնա, մյուսը ասում էր բանը ուժեղ պետքա լինի, մյուսը ասում էր արժանապատիվ պետք լինի, ու իրանք ոմանք չէին ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ասում են քիչ է 29743-ը ինչա ոչ, եթե բացի այնանից, որ դու ունես հավակնություն քո հարևանի տարածքի նկատմամբ եւ ինչ կբերի դա։ Շատ լավ, պարոն Թորոսյան, հիմա երբ որ ասում եք, որ դա այդպես է, կամ դուք եք լինում պատերազմ չի լինում, կամ դուք եք լինում պատերազմ լինում է, դա ստացվում է մեկ հոգու կամ մեկ քաղաքական ուժի հիմքի վրա ստեղծված խաղաղություն, այսինքն ինչ որ մի պահի, երբ որ դուք չլինեք ել իշխանության, կարող է եւ պատերազմ լինի։ Դա նշանակում է, որ քաղաքական դաշտը այս պահին այնքան տեսանելի է իր հիմնական հարցի շուրջ իր դիրքորոշումներով, որ ժողովուրդը պետքա որոշի։ Հիմա մենք չենք լինի, կլներ մեկ ուրիշ քաղաքական ուժ, ով կասեր նույն բանը, նույն արդյունքը կլներ, այսինքն կապ չունի քաղաքացիական պայմանագիրն ասում թե չէ, եւ դա մի մարդու եւ մի ուժի մասին չի, այլ դա մի գաղափարի մասին է, իրական Հայաստանի գաղափարի մասին։ Եթե իրական Հայաստանի գաղափարախոսությունից մենք հետ կանգնենք, ասենք չէ, մենք ծովից ծով Հայաստանի գաղափարախոսության վրա, այո, կլինի պատերազմ։ Ու ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ մեր բոլոր հարևանների հետ։ Անխտիր բոլոր։ Մենք էլ ասում ենք, չէ, ժողովուրդ ջան, մենք արդեն ունենք մեր հայրենիքը, մեր պետությունն է մեր հայրենիքը, մեր պետության տարածքը 29743 քառակուսի կիլոմետրային ունի հստակ սահմաններ, որոնք հիմա որոշ հարևանների հետ դելիմիտացված են, որոշների հետ դելիմիտացված չեն, մենք պետք է գնանք դելիմիտացնենք եւ մնանք մեր հայրենիքի սահմաններում, մեր զինված ուժերը պետք է զբաղվեն միայն մեր տարածքի պաշտպանությամբ, պետք է գործողություն անել միայն մեր տարածքում, մենք պետք է զբաղվենք մեր բակի, փողոցի, համայնքի, մարզի, երկրի հարցերով եւ ոչ թե հիպոթետիկ հայրենիքի, որը չկա արդեն։ Այս թեմայով վերջի հարցս եմ ուզում տալ, պարոն Թորոսյան, երբ իրական Հայաստանի գաղափարախոսությունից եք խոսում, նախընտրական շրջանում ձեր նախընտրական քարոզի հիմնական հատվածը Հայաստանի Հանրապետության քարտեզն էր ու բաժանում եք ու երբ քաղաքացիները հրաժարվում էին դա վերցնել, ստացվում է, որ մի փոքր մանիպուլյացիա եք, այսինքն երբ չեր վերցնում քաղաքացին, նշում եք, որ այս մարդը բացատրեմ, երբ չեր վերցնում քարտեզը, որովհետև համաձայն չէր գուցե դեռ քաղաքական գաղափարախոսության հետ, այդ մարդուն մեղադրում եք, որ նա չի հարգում Հայաստանի Հանրապետությունը, չի հարգում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, նույնը տեղի ունեցավ մետրոյում արցախցի կնոջ եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճի ընթացքում, չեք կարծում այս հատվածը մանիպուլյացիա չէ ձեզ համար։ Ինչով է մանիպուլյացիա, մենակ այդտենց չի եղել, մի քանի դեպք ա եղել, դեպ ասել է շատ կարևոր, ասենք 5 հոգի չի վերցրել, 500,000 հոգի վերցրել է, ու այդ 5 հոգու չվերցնելը դառնում է այտենց խորը քննարկման առարկա։ Չվերցնողներն են թիրախավորվում, պարոն Թորոսյան, ոչ թե չվերցնողներն են թիրախավորվում, բազմաթիվ մարդիկ իզնեսը չեն վերցրել, վարչապետից չեն վերցրել եւ որևէ մեկը դրա մասին չի իմացել, բայց երբ որ մարդիկ ուզում են հերոսանան այդ քայլով, այդ ժամանակ է դառնում հանրային բանավեճի առարկա կամ ուզում են հերոսացնեն լրատվամիջոցները կներեք, բայց օրինակ այդ նույն ես ներկա եմ եղել մետրոն, ես նստած եմ եղել վարչապետի կողքը հենց այդ պահին ասենք այսօր մամուլը բացում ես մեր սիրելի հայրենակցի երեխան հաղթել է ինչ որ շախմատային օլիմպիադայում Թուրքին այդ է հայրենասիրության մոդելը մեր սիրելի լրատվամիջոցների ճակերտներով կամ առանց ճակերտ կամ այդ մարդկանց իրանք են թիրախավորում ոչ թե մենք երբ որ իրանց դարձնում են տենց պայքարի սիմվոլ պայքարի ինչի համար կամ ինչի դեմ པարզ չի երբ որ մենք པարզ բան ենք ասում ասում ենք կա այդ 29743-ը մեր սովետական Հայաստանի սահմաններով ճանաչված
Վերջ պետքա կպնենք դրան, դա ուժեղացնենք։ Եթե դու դեմ ես հարգելի քաղաքացի կամ ոչ քաղաքացի, այս դեպքում կարծես թե դա քո իրավունքն է, բայց նաև խնդրում եմ հարգանքով վերաբերվի մեր տարածքային ամբողջականությանը։ Բայց հենց այդ է, հա, իմաստը, եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքտեզը դարձրել եք քաղաքական սիմվոլ, ու դա բաժանում եք ու քաղաքացին չի վերցնում, դուք հետո մեղադրում եք, որ նա չի հարգում Հայաստանի Հանրապետության տարածքը, այստեղ էլ իրանք են ասում, որ չեն հարգում։ Իրանք ասում են, որ չեն հարգում։ Ես այդպիսի բնորոշում չեմ հիշում, օրինակ դիցուկ մետրոյի դեպքի ժամանակ։ Բանը տենց քեզ պահիքո կամ ձեզ պահեք ձեր քարտեզը ինչի մասին է, եթե ոչ համահարանքի կամ արհամարանքի մեր տարածքային ամբողջականության կամ մեր պետության նկատմամբ, որը մի ատրիբուտ է այդ պետության տարածքի չի կորցրել, կարող է վերաբերմունքը միգուցե ձեզ ուղղված ոչ թե քարտեզին։ Այդ ընտրությունները ցույց տվեցին արդեն։ Եկեք անցնենք ներքաղաքական թեմաներին։ Պարոն Թորոսյան, վերջին շրջանում պետական դե ավելի վերջին շրջանում պետական մարմինները չեն տրամադրում պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին ինֆորմացիա, ով որքան է պարգևավճար ստացա, չեն տրամադրում։ Հայտարարագրերում ամբողջովին չի ցույց տրվում, որ եկամուտից ինչ որ մի հատ հատվածը պարգևավճարը ընդհանուր եկամուտից հաշվեք։ Գիտեք նախարարի ռեյթը ինչքան է, բանով այնտեղ մինիմալ աշխատավարձ բազմապատկած, չգիտեմ ես անկեղծ ասած մեր ինչքան է, բայց օրենքում գրված է, այդ մնացածը կարեք հանեք, հաշվեք։ Այսինքն բոլոր քաղաքացիները, որոնք ուզում են իմնալ, թե падգամավորները, նախարարները, հրապարակեք, բոլորը կկարդան։ Իսկ ինչի օրինակ է կառավարության կողմից այդ թափանցիկությունը չկա։ Որտեղ դա անձնական տվյալ է, ես չեմ ուզում իմ ամսական աշխատավարձը, որ ինչ որ մեկը ուրիշին տրամադրի, բայց ես քանի որ նաև պաշտոնյա եմ, հաշվարկում ցույց ենք տալի դա բայց քանի որ ես պաշտոնյա եմ ու իմ գրեթե ամբողջ եկամուտներն ու շատ ծախ գրեթե չէ ամբողջ եկամուտները եւ ծախսերի մի մասը հայտարարագրվում է, համեցեք հայտարարագրի ինչ նայեք, եթե չուզենայինք այդ օրենքները կփոխեինք, ասենք հայտարարագրման եւ դա գաղտնի բան չկա, ախր ինչ մասնա խոսքեր, ես չեմ հասկանում շարժման իմաստը։ Այս թեմայի մասին ամենաշատ խոսացել ենք մենք, հենց մենք, այդ որոշումները ընդունելուց, այդ որոշումների հիմնավորելուց եւ այդ որոշումների կառավարության որոշումներն էլ էլի հրապարակվում է այսքան դրամ, այս տարբեր գերատեսչություններին։ Եվ այդ գերատեսչությունների մեջ տարբեր մարդիկ, տարբեր չափի հազարավոր մարդիկ ստանում են աշխատավարձ պլյուս փոխհատուցում ավելի, հա, ապարքեվաճար եք ուզում դնել, խրախուսում եք ուզում դնել։ Մենք որպես լրատվամիջոց ոչ թե հենց աշխատողների աշխատավարձերն են մեզ հետաքրքրել, հենց բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների, նրանց տեղակալների, դե որովհետև դուք բարձրաստիճան պաշտոնյա եք, հանրային ծառայող եք եւ դուք գործուղված եք, որպեսզի դրա համար մենք պարտավոր ենք լրացնել հայտարարագիր, որը լրացնում ենք։ Շատ լավ, բայց այստեղ հարցը պարգևավճարների մասն է։ Օրինակ դուք 2025-ի հայտարարագիրը չեք ներկայացրել, մենք նայեցինք, չկար, վերջին հայտարարագիր 2024-ին էր։ Չէ, ես ներկայացրել եմ պատշաճ ժամկետում, այդ ուրիշ բան, որ կարող է դեռ չեն հրապարակել։ Կարող է ուղղակի կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել։ Կարող է։ Ես ներկայացրել եմ մայիսի 29-ին կամ 28-ին իմ հայտարարագիրը։ Շատ լավ, համենայն դեպս նորից կստուգենք, բայց այսօր դրությամբ անկեղծ ասած այդ մութ սենյակում սև կատուն չեմ տեսնում, էլի ոչ մի կերպ։ Ու չեմ հասկանում բանավեճը ինչի մասն է։ Մի բանավեճ կա, որևէ պաշտոնյա, որ երբ որ ինֆորմացիա են ուզում, օրինակ լրատվամիջոցները պարգևավճարի մասին չի տրամադրվում, տպավորությունն է, որ ինչ որ բան ուզում են թաքցնեն կամ, չգիտեմ, շատ գումարներ են ստանում պարգևավճարի միջոցով։ Ինչի պետք է հրապարակեինք մեր պաշտոնական հայտարարագրերում։ Ինչու կարաք ինձ ասեք։ Ինչի պետք է հրապարակագրում եք եւ կարծում եմ իմ դիտարկմամբ այդ շնորհակալության բան չի, հա, որ պիտի հայտնենք, որ օրինակ համար պիտի հայտարարենք կամ չհայտարարենք, բայց այստեղ խնդիրը ավելի շատ թափանցիկության բանն է, որ երբ որ օրինակի համար ասում եք պարգևավճարի պահը ինչի չեք հայտարարել, ասում եք դա օրինակի համար քաղաքացիական մտի հաշվի կամ լրատվամիջոց մտի հաշվի քաղաքացուն ներկայացրու, ինչի տրամաբանությունը չեմ տեսնում։ Իսկ այլ ինչ պետք է ներկայացնենք, որ չենք ներկայացնում, մի հատ էլ կասեք, ասում եմ, огласите весь список пожалуйста։ Դուք ասեք, պարոն Թորոսյան, դուք եք իշխանության։ Չէ, օրենքով սահմանված ամեն ինչ ներկայացնում ենք, ամեն ինչ։ Ու դա թափանցիկության դրսևորում է։ Հայտարարագրի մեջ, ասենք բռնել էին իմ հեծանիվի վրա էին բաներ սարքել, որը նույնիսկ այդ եմ դաժե հայտարարագրից մեջ գրել, որ ձեռք եմ բերել բանա ինչ որ ինվեստ բանային, հետո քննություն էին արել, որ ինքը թանկ է, չգիտեմ ինչից է թանկ, դրանից սրանից ավելի թափանցիկ իշխանություն չի լինում։
Ես դες հավաստիացնում եմ։ Մի բան հարցնեմ պարոն Թորոսյան, իմաստը որն է կուսակցությանը, երբ որ նվիրատվություններ են անում, դա հրապարակվում է մի տարի հետո, ասեք իմաստը որն է մի տարի հետո հրապարակելու նվիրատվությունների ցուցակը։ Երբ որ օրինակ լրագրողները ուզում են տեսնել, թե կուսակցությանը նախընտրական շրջանում ովքեր են նվիրատվություններ անում, բայց ստացվում է, որ մի տարի հետո մի տարի պետք է սպասենք ու դրանից հետո նոր հասկանանք։ Օրենքի նախօրենքում փոփոխություն անենք, եթե տենց ես չգիտեմ ճիշտն ասած դրա մասին, չեմ Նույնիսկ հարցում առնելիս դժվար է այդ ինֆորմացիան ստանալը, բայց այդքան էլի պատմություններ, այդ տենց ինչ-որ բաներ բացվեց, իբր ով ինչ հա տվել եւ այլն, այդ ամեն ինչը ասվում է էլի, բայց էլի եթե օրենքը ասում է որ մի տարի հետո եկեք փոխենք, թող մի ամիս հետո լինի։ Ես խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Այդ թվում նախընտրական փուլում։ Շատ լավ, պարոն Թորոսյան, անցնենք մի փոքր այս վերջերս տեղի ունեցած երկու սկանդալային դեպքերի տևական ժամանակ է հնդիկ միգրանտներին թիրախավորում են ու աշխատանքային իրավունքից սկսած մինչև ռասիզմ վերջերս էլ Իջևանի գործարանում հնդիկ միգրանտները գործադուլ էին արել, նշելով, որ իրենց աշխատանքի իրավունքները շատ հաճախ են անում իրանք հենց Իջևանում։ Հա, բայց կարծում եմ, եթե անում են, այդ նշանակում է խնդիր կա, ենթադրում եմ, որ խնդիր կա, որ անում են, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս թեմայով արձագանք չունի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքականություն մշակողն է աշխատանքի ոլորտում եւ մեր օրենսդրությունը լավն է։ Ուրիշ բան որ չի պահվում երբեմն կամ հաճախ, հա, ու մենք պետք է հենց անենք, որ ավելի շատ պահվի։ Ընդհանրապես միգրանտ աշխատողների ամենամեծ խնդրեմը չպաշտպանված լինելու այն է, որ նրանց մի մասը ապօրինի հիմքով են Հայաստանում զբաղվում աշխատանքով։ Իրան գալիս են որպես տուրիստ, բայց աշխատում են որպես, այսինքն մնում են որպես աշխատող, հա, եւ մենք վարչական պատասխանատվություն ունենք, որ եթե դու խախտես, պարզապես դու գանք ես վճարում։ Ու հիմա մենք մեր ներքին գործերի նախարարության հետ, որտեղ իրանք միգրացիոն քաղաքականության պատասխանատուն են, օրենսդրական փոփոխություններ ենք մշակում, որ այդ աշխատանքի թույլտվություն ստանալը հեշտացնենք, որպեսզի կլինեն Հնդկաստանից կամ այլ երկրներից քաղաքացիներ չշրջանցեն այսօրվա գործող կարգավորները եւ չհայտնվեն տենց ինչ որ չափով օրենքից դուրս կարգավիճակում, որտեղ երբ որ ինքը օրինակ գա բողոք գրի, հա, տեսչական մարմին, որը զբաղվում է արդեն իրավունքների խախտման արձանագրումով, վարչական պատասխանատվությամբ, ասեն, բայց դու ով ես, դու իրավունք չունես ընդհանրապես աշխատելու, հիմա եկել ես բողոքում ես, որ քո աշխատանքային իրավունքները ոտնահարվում են։ Այստեղ ամենահիմնական խնդրեմը այդտեղ է, բայց իհարկե կա նաև մյուս խնդրեմը, որ ընդհանրապես աշխատողների իրավունքները ոտնահարվում են եւ ոչ միայն Հնդկաստանից կամ այլ երկրներից, այլ այդ թվում հենց մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներն են ոտնահարվում։ Այստեղ էլ էլի պաշտպանությունը բազմակոմպոնենտ է, մեկը տեսչական մարմինն է, մյուսը դատարան եւ մյուսը արմիությունները։ Մեր մոտ էլ արմիությունները այդքան ուժեղ չեն, այլ որ ունենային ուժեղ արմիությունները, գործատուները կվախենային, որ ինչ որ բան անային, որտեղ արմիությունը կգաներ, կասեր չենք աշխատում եւ ոչ միայն այդ գործանը, այլ այդ մասնագիտության բոլորը կլինեն այդ արմիության անդամ ու կասեին այսօրվանից մենք ոչ մեկ պատ չի շարում Հայաստանի Հանրապետությունում օրինակ ու գործատուները կգային կսկսեին պայմանավորվել։ Հիմա մեզ նաև ասում են ինչի՞ չեք զարգացնում, հա, արմիությունները։ Օրենսդրությունը նորմալ է արմիությունների համար, բայց իրանք ինքնակազմակերպվող միություններ են, հիմա որ պետությունը ուժեղացնի միգրանտները իրենց արմիությունը կարող են հնդիկ միգրանտները, հնդիկ Հնդկաստանից եկած քաղաքացիները, որոնք որ այս կամ այն մասնագիտությունով են կամ այս կամ այն ոլորտում են, կարող են միանային, ես դրա համար եմ ասում, այդ պաշտպանությունը միայն Հնդկաստանից եկած քաղաքացիներով չի։ Ավելին ասեմ, իրանք ավելի շատ են պաշտպանում իրենց իրավունքները, քան թե մեր տեղի քաղաքացիները։ Այդ Իջևանի դեպքերը ես շատ ա եղել, մի անգամ չի եղել, փողոց փակել եւ այլն։ Իրանք ավելի կարծես թե համարձակ են, ոչինչ, այսինքն իրենք դուրս են գալի գործը լավանում են, իրենց աշխատավարձ են բարձրացնում։ Մենք առաջ տեսել ենք վիդեոներով հրապարակել էին մարդկանց պայմանները։ Այսինքն երբ մարդիկ բողոքեցին, այդ մարդկանց տոմսերը առան, հետ ուղարկեցին Հնդկաստան։ Սա աշխատանքի իրավունքի բարելավում չի, այդ մարդկանց պայմանների բարելավում չի։ Երկրորդ անգամ գործադուլ չէին անի։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, այդ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցը կա, ընդունում եմ,
ու դա միայն հանդիկներով չի պայմանավորված։ Եվ ես դեմ եմ մենակ իրանց իրավունքները պաշտպանես, ասում եմ պետք է ընդհանրապես պետք է բոլորի իրավունքները պաշտպանենք, բոլորի իրավունքները պաշտպանելուն։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները ավելի շատ են ոտնահարվում, պարզապես նրանք չեն բարձրաձայնում դրա մասին, հարմարվում են, ասում են գործից կհանեն, բայց նաև տնտեսությանը որ ոչ մի արդյունք չի ունենա։ Այո, նաև վախենում են, որ ոչ մի արդյունք չի, ուրիշ քաղաքացի կգա իր տեղը կզբաղեցնի, ինքը կմնա առանց գործի։ Պետական կառույցների թերի աշխատանքն է, որ մարդիկ վստահություն չունեն կառուցակարգեր, որոնք որ պետքա ուժեղանան, ասենք հիմա եվրոպական օրինակներ կարող են բերել, որոնք որ պետությունը ընդհանրապես չի խառնում այդ գործերին, բայց ուժեղ արմիություններ կան, արմիությունները գնում են կոլեկտիվ պայմանագրեր են բանակցում, արմիությունները կոլեկտիվ պահանջներ են դնում, ու ես ասում եմ, որ դա լուծումը այդպեսին է, դատական պաշտպանություն, տեսչական մարմին, որը մենք ունենք, եւ արմիություններ ու արմիություններն են ամենաուժեղը լինելու, բայց մենք ցավոք սրտի սովետից սկսած նույնիսկ սովետի ժամանակ, որոնք կային այդ արմիությունները ու տենց ուժեղ էին, հա, հիմնականում կներեք, բայց քեֆանելու նախապատրաստական աշխատանքներ տանելու համար էին օգտագործում մինչ օրս։ Ես էլ ասում եմ, չէ, եկեք փոխենք, բայց փոխելու համար ես չեմ կարա ստեղծեմ, պետություն չի կարա ստեղծի արհեստականորեն ուժեղացնի, ասի, այս արմիությունը արի իմ դեմ պայքարի որպես բան, հա, կամ գործատու կամ էլ այդ օրենքները մշակող մարմին, քաղաքացիները իրանք պետք է մի քիչ էլ իրենց ուժեղացնան, ինքնակազմակերպվել։ Հիմա ես դրթում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում ինքնակազմակերպվել եւ իրենց իրավունքները պաշտպանել նաեւ կոլեկտիվ ձևով, որովհետեւ դա է նաեւ արդյունավետը։ Տեսնում եք, Եվրոպայում, չգիտեմ, գնացքավարները բան են անում, գործադրողներում սա տրաֆիկը կանգնում է գնացների, ստիպված գնում են հետները բանակցում են, օթանավերն են, օթաչուներն են բանանում, գործադուլանում գնում են բանակցում են։ Տարբեր մոդելներ կան, պետությունը չի կարա ամբողջությամբ մտնի այդ բոլոր դետալների մեջ, ավելին պետությունը պետք է բալանս պահի։ Բառանց գործատուի էլ այդ գործը չի լինում, հասկանում եք։ Գործատու եթե չկա, գործը չկա, աշխատողը չկա ավտոմատ։ Այդ բալանսը միշտ պետքա պահել։ Պարոն Թորոսյան, եկեք անցնենք առողջության համընդհանուր ապահովագրությանը, երբ որ դուք առողջապահության նախարար էիք, դեռ 2019-ին ասում էիք, որ շուտով 1-2 տարվա ընթացքում ցանկանում եք ներդնել այդ համակարգը, բայց ոչ 2021-ին, ոչ 22-ին, ոչ 23-ին չստացվեց, չկարողացաք ներդնել եւ ստացվեց միայն 2026 թվականին, ինչու 6-7 տարի տևեց այդ ամբողջ համակարգի գործընթացի կազմակերպումը։ Որտեվ 20 թվին եղավ համաճարակ, պատերազմ, հետ պատերազմական անկայունություններ, հետո ընտրություններ, հետո Հայաստանի վրա հարձակումներ մի քանի հատ, ու այդ ընթացքում մենք այնուամենայնիվ նախապատրաստվելով, զարգացնելով, պետական բյուջեն ավելացնելով նաև առողջապահությանը տրամադրվող եկանք հասանանք այն կետին, որ կարողացանք մեզ թույլ տալ կտրուկ բարձրացնելով մի տարվա մեջ բյուջեն նաև տնտեսական աճը հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների ընդգրկել ապահովագրության մեջ եւ ըստ էության առաջին փուլը անել։ Լավ կներ անել 18 թվին, իսկ լավ կներ ընդհանրապես մինչև էլ դա տեղի ունեցած լիներ, մինչև մեզ էլ, որտեվ ապահովագրության մասին խոսում է 96 թվից Հայաստանի Հանրապետություն եւ մենք ենք, որ կարողացել ենք այն այնուամենայնիվ առաջի փուլովի կատարածել ու շարունակելու ենք ընդգրկել նորանոր քաղաքացիների։ Պարոն Թորոսյան, նախընտրական շրջանում այդ խոսույթն է նաև տարածվում ընդդիմադիրների կողմից, որ այս համընդհանուր ապահովագրության ներդրումը եղավ հենց նախընտրական շրջանում։ Օբյեկտիվորեն իրոք հնարավոր չէ ավելի շուտ անել այս էլ է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից առաջ տարվող թեզերից մեկը։ Թակարդների մեջ ընկնել, բայց երբ որ Բաղդադում ես, կտոր նայում ես, այդտեղ ոչ մի թակարդ չկա։ Մենք 18 թվականից առողջապահության հատկացող բյուջեն 6% աճացրել ենք, մինչև ապահովագրության ներդրումը, բազմաթիվ ծառայություններ արդեն իսկ մոտավորապես ապահովագրության մեջ բազմաթիվ քաղաքացիների 100,000 որ քաղաքացի հասանելի էր դառնում ամեն տարի աճելով, ամեն տարի բյուջեն ավելացնելով, 24-25 թվին օֆերտաներ դրվել, որը անսահմանափակ ըստ էության բյուջե էր տրամադրում շատ ծառայությունների համար եւ այդ ամեն ինչը հիմք հանդիսացավ, որ համակարգի անունը փոխենք դնենք ապահովագրություն, դրա մեջ ներառենք նաև 65+ քաղաքացիներին եւ մնացած բոլոր քաղաքացիներին, ովքեր մինչև էլ ունեին ապահովագրություն, բայց անունը պետք պատվեր էր, եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող քաղաքացիներն, այսինքն մոտավորապես մոտ 500 պլյուս եթե չեմ սխալվում 300, այսինքն մոտ մի 800,000 քաղաքացի ավելացրեցին, բայց մինչև էլ
այլ 800,000 քաղաքացի ուներ այդ ապահովագրությունը։ Պետպատվեր ուներ հաշմանդամները, պետպատվեր ունեին երեխաները, պետպատվեր ունեին անապահովության համակարգում գտնվող մարդիկ, որը ամեն տարի աստիճանաբար աճել էր։ Դրա համար պետք է նայել այդ փուլերը, ոչ թե ասել ոչինչ չկար, մեկ դուք սպասեցիք մինչև 26 թվականը ու վալա Բայց հիմա օրինակ տեսնում ենք, որ հիվանդանոցները շատ քեջ ծանրաբեռնված են։ Այո, որտեղ երկար տարիներ չեն սպասարկել այդ մարդկանց, չեն եկել մարդիկ։ Եվ նաև խոսվում է, որ անդադ գումար է պետք լինում, նույնիսկ պահուստային ֆոնդից է վերջերս մինչև 1 ամիս առաջ էլի գումար հատկացվել, այո, կառավարության որոշում չեն հերիքում այդ գումարները։ Չէ, ինչի համար պահուստային ֆոնդից հիմա ասեմ կոնկրետ ինչի համար կարող է հատկացված լինել։ Որոշել է պահուստային ֆոնդից, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության հատկացնել եւս 65 միլիոն դրամ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Դրա համար էլի խնդրում եմ պետքա դետալների մեջ մտնել։ Այսօր էլ է հատկացվել։ Այսօր էլ ամեն օր կառավարության որոշումով գումարները հատկացվում, այդ թվում սեփական տողերի միջև փոփոխություններով։ Առողջապահության նախարարությունը գումարները պետք է տրամադրվի այսուհետ ֆոնդին, ոչ թե նախարարությանը, որը ստեղծվել է առողջապահության համընդհանուր ապահովության հիմնադրամին։ Այսինքն ամբողջ գումարը բյուջեն հերիքում է, իհարկե հերիքում է, այդ գումարները դեղ են ձեռք բերում, վակցինաներ են ձեռք բերում, բժշկական կենտրոններ են վերանորոգում, այդ ամեն ինչը տեղի է ունենում, վերաբաշխումները միջոցով մեզ էլ են ամեն նիստին ինչ որ մենք ենք վերաբաշխումներ անում, դա չի նշանակում որ փողը չի հերիքում։ Պարոն Թորոսյան, իսկ այդ ծավալները, ծանրաբեռնված ծավալները հնարավոր է կառավարել, ոնց է պատրաստվում կառավարել որպես կառավարություն։ 6 ամիսը կառավարվում է բարեհաջող եւ կկառավարվի։ Հիմա մի քիչ դիմելությունը բարձր կլինի, որտեղ շատ քաղաքացիներ երկար տարիներ չեն դիմել բժշկի, որտեղ չեն կարողացել։ Աստիճանաբար այդ ամեն ինչը ավելի կառավարելի է դառնալու, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը սպասարկվելու է, իրենց հիմնական խնդիրը լուծվելու է, մնալու է ընդհանրապես հսկողություն անել։ Բացարձակ խնդիր չի բանի համակարգի ընկալունակության եւ ռեսուրսների տեսանկյունից։ Մենք մեր մեջ ասած ավելի շատ հիվանդանոց ու բժիշկ ունենք, քան մեզ պետք է Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Թորոսյան, 2019-ին հայտարարում եք Ամուլսարի հետ կապված հարցով, որ շահագործումը վնասակար չի լինելու տեղի բնակիչների առողջության վրա։ Մինչդեռ LRD փորձաքննությունը եւ նաեւ օրինակ Ամուլսարի հարցով քրեական գործի վերաբերյալ բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան, օրինակ LRD ասում էր, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվեն, ավելի ճիշտ ու կոնկրետ գնահատականներ տալու համար։ Հիմա մեզ հետաքրքիր է, արդյոք դուք հիմա էլ եք կարծում, որ շահագործումը վտանգավոր չի լինելու։ Այո, հիմա էլ եմ կարծում ու կարծում եմ, որ սխալ ա եղել, որ այն ժամանակ չի շահագործվել։ Իսկ ձեր կարծիքի վրա ի՞նչն է ազդել այդ փորձաքննության ուսումնասիրությունները, թե նաև ձեր կարծիքի փորձագիտական ներուժը, որ մենք ունեցել ենք հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի ներուժը, որը նաև մասնակցել է այդ բազմաթիվ եւ քննարկումների եւ ուսումնասիրությունների եւ նաև որոշակի անձնական փորձ հայրս երկրաբան է մասնագիտությամբ ջրերի, հատկապես ստորջրյա, այդ թվում իր անձնական կարծիքն է իմ վրա ազդել, որ ես կարծում եի, որ այդ երկու ջրային ստորջրյա ավազանները իրար հետ չեն խաչվում եւ այդ ամեն ինչը շատ վաղուց ուսումնասիրած ա եղել դեռ սովետական միությունից։ Ու ես կարծում եմ, որ պետք է այդ հանքը այն ժամանակ շահագործվեր, հիմա էլ կարծում եմ, որ պետք է շահագործվի։ Պարոն Թորոսյան, բայց այն ժամանակ լինելով առողջապահության նախարար, դա ավելի շատ բնակչության առողջությունը չպիտի նաև հետաքրքրեր ու այնտեղ նաև կային էկոլոգիական խնդիրներ, հանքերը էկոլոգիական խնդիրներ են առաջացնում ու շատ հանքեր են էկոլոգիական խնդիրներ առաջացնում, հատկապես մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ օրինակ այլ հանքեր, որոնք որ էլի էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, ասենք փող էին տալիս այդ ժամանակ տարբեր մարդկանց լրատվամիջոցներին, որ այս մի հանքի վրա ավելի վատ հոդվածներ գրեն, քան թե իրանց հանքի վրա։ Մենք պետքա նորից եմ կրկնում, ամեն ինչ մանրամասն նայենք։ Ինձ անհանգստացրել է բնակչության առողջությունը, թե առողջապահության նախարար եղած ժամանակ, թե հիմա եւ ոչ մի տարբերություն չկա, բայց միևնույն ժամանակ, եթե երկիրը ունի օգտակար հանածոներ, որոնք որ քեզ օգնելու են քո երկիրը զարգացնել, քո տնտեսությունը զարգացնել, նույն առողջապահական համակարգը զարգացնել վնաս չտալով
բնակչության առողջությանը պետքա դա անել։ Պարոն Թորոսյան, բայց մի շարք բնապահպաններ պնդում են, որ այդ տնտեսության քիչ տոկոսներ են կազմում հանքերի շահագործումը։ Ուզում եմ հասկանալ այդ, որ ներկայացնում եք հանքերի շահագործումը որպես տնտեսության հիմա կարելի է իմանալ։ Այդ բնապահպանները հիմա էլ են խոսում մի շարք հկներ անցած տարի, մի շարք հկներ անցած տարի մի հայտարարություն էին տարածել։ Փոխտալ լրատվամիջոցներին բնապահպաններին թիրախավորում եք։ Թիրախավորում չեմ թիրախավորում, ասում եմ որպես բան ա եղել։ Ինչ անցած տարի հկներ, մի շարք հկներ, այդ թվում բավականին հասարակության կողմից հարդված հկներ հայտարարություն էին դեմ լիքը մարդիկ ուր են իրանք հիմա։ Մի շարք քաղաքական գործիչներ էին այն ժամանակ Ստամբուլյան կոնվենցիային տամ ու հետաքրքիր է նաև թե ինչի օրինակ ձեր քաղաքական ուժը այդ օրենքը չի ընդունում էլի։ Այդ կընդունենք։ Քաղաքական խտրականության օրենքի մասին էլ էիք ասում որ կընդունեք, բայց ասում էին օրինակի համար մինչև այդ հարցերը այնքան կթողնենք այնտեղ մնան, մինչև օրինակի համար անհրաժեշտություն չգտնենք դա անելու, բայց տարի օրինակ խտրականության մասին օրենքը չեք ընդունել։ Հիմա մենք ունենք օրենք կանանց եւ տղամարդկանց խտրականության մասին, բայց ավելի համապարփակ օրենք ենք ընդունելու երևի ես մեկն էլ ուժը կորցրած ենք ճանաչելու։ Եվ նորից եմ կրկնում այդ գիտեք այդ ստերիլ վիճակները, այն որ ցած ինչ որ մեկը ասեց որ ինչ որ թիթեռը տեղ բանա կարող է ոչնչանա կամ ինչ որ մի հատ բույս որը ոչ մեկ չգիտի ոչ անունը ոչ տեղը ոչ տեսել է պետք է նայել բանի մեջ տված օգուտի մեջ հա ոչ թե որ այդ թիթեռը կոչնչանա ուրեմն մենք ոչ մի հանք եկեք բոլոր հանքերը փակենք Հայաստանի Հանրապետությունում ինչ չենք փակում ինչի չենք դրա դեմ պայքարում բոլոր հանքերը ոսկի կլինի շեբեն կլինի բազալ կլինի տուֆ կլինի ու աշխարհում բոլոր հանքերը փակենք մենակ հայերը պետք է իրանց առողջության մասին մտածեն հետո այս հեռախոսով ոնց են սարքելու կամ ասենք այս կոշիկի կաուչուկը վերջը բայց հետաքրքիր է թե ում եք մեղադրում որտեվ պետական համակարգը կառույցները պետք է ավելի ուշադիր լինեն ուսումնասիրեն վերահսկեն որպեսզի բոլոր հանքերը ուսումնասիրված է եւ հա բոլոր հանքերը չէ հանքերի տեսանկյունից երբ որ ասում եք որ վնասակար են եւ բանալի ասենք եթե որոշ բնապահպաններ ասում են որ Ամուլսարի հանքը վտանգավոր է վնասակար է էկոլոգիապես դա հավասարապես նշանակում է որ բոլոր հանքերը վնասակար են բոլոր կլինի մետաղական հանքեր կլինի քարի հանքեր դրանք է փոշի են գեներացնում փոշին քամին տանում գիտեք որ Երևանի փոշու մի մասը ասենք ջրաբերի ավազի հանքերից է եկեք փագենք նորակառույցներից է դա հիմա ես ասում եմ որ չկա ստերիլ մոտեցումներ երբ որ եթե ջրաբերի ավազի հանքերը փակենք չգիտեմ այնտեղ մյուս գետի ավազը փակենք շենք չի կարա կառուցվես երկրում Պարզապես չի կարա կառուցվի։ Հիմա դրա համար պետք է նայել այդ ամեն ինչը բալանսի մեջ, ուստեղ բացարձակ կապ չունի դու որ նախարար ես։ Կամ մոտեցում։ Իսկ գուցե փակել պետք չի ուղղակի այնպես անել, որ այդ փոշին չկա հասնի մոտեցումները, իդեպ Greenpeace-ն էլ աշխարհի ամենակոռումպացված կառույցներից է պարզվում այն, որ ամեն ինչին դեմ են իրանք։ Չեն աշխատում ժողովուրդ ջան։ Դրանք տանում են բանին, ցիվիլիզացիայի վերացման եւ ոչ թե զարգացման։ Եթե ուզում եք կարող դրա շուրջ երկար բանավեճ ունենանք։ Այլ հարցեր ունենք։ Մենք բանավեճի մեջ չենք էլ մտնում, մենք հարցերն ենք բարձրացնում։ Ես ուզում եմ ասել, որ նոր հյուր գալու առիթներ շատ կան, էլի։ 2018 թվականին Արա Մինասյանը, Միքայել Մինասյանի հայրը, ձեզ դատի էր տվել։ Այո։ Ու այդ ժամանակ դատարանը պարտավորեցել էր իրենից ներողություն խնդրել, որոշ արտահայտություններ ուղիղ եթերով անելու համար, ինչը այդպես էլ կարծես թե չարեցիք, չէ՞։ Այսինքն ուղիղ եթեր մտակ, ես հիշում եմ ձեր ուղիղ եթերը, դուք մտակ ուղիղ եթեր, հետո կրկնեցիք, որ ես կրկնում եմ այն նույն բանը, որը ասել եմ նախորդ ուղիղ եթերում։ Դուք սխալվում եք, ես դատարանի վճռը ամբողջությամբ կատարել եմ, որտեղ այնտեղ գրած է եղել, որ կամ Facebook-յան էջով, կամ անհնարինության դեպքում չգիտեմ ինչքան տիրաժ ունեցող տպագիր համոլում, որը արվել է, ամբողջությամբ կատարվել է դատարանի վճռը։ Պետք է մի քիչ խորհրդացնել։ Ինչ որ դատարանի վճռում գրած է եղել։ Շատ լավ, իսկ երբ որ խոսում էիք նաև այդ դեպքից հետո, խոսում էիք, որ հասարակությունը դատական համակարգի նկատմամբ չունի վստահություն։ Հիմա էլ եք այդ պնդումը անում։ Դե ակնհայտ է, որ չունի այնքան վստահություն, որքան որ պիտի ունենա դասական համակարգի համար 2018 թվականից իշխանություն եկած եւ քանի տարի է։
8 տարի ու իշխանության որտեղ այդ ամեն ինչը տենց էլի հեշտ չի ու կախարդական փայտիկներ ցավոք սրտի չկան ու ամեն օր էլ վարչապետն էլ է դրա մասի խոսում ու նաև մենք տենց պլաններ ունենք որ երթվել ատենակալների ինստիտուտներ դնենք դատավորները եւս մեկ անգամ անցնեն բարեվարկության ֆիլտրով դժվար է որտեվ նաև այդ բոլոր դատավորները նույնտեղն են սովորում նույն մարդկանց շնորհիվ են կրթվում գիտելիք եւ մոտեցումներ ստանում շատ դժվար է այդ ամեն ինչը տենց թեկուս 8 տարում կոտրել թեև լիքը բան արվել է նոր դատավորներ կան նախկինում չաշխատացա որ ենթադրաբար որևէ ոչ սխեմաների մեջ են եղել կոռուպցիոն ոչ բան բայց մոտեցումները այնուամենայնիվ շատ նման են ու այո դատական համակարգը ընդհանրապես արդարադատությունը երևի այն ոլորտներից է որում մենք ամենաքիչ պրոգրեսն ենք արձանագրել թեև ինչ որ չափը արձանագրել ենք Իսկ օրինակ մինչև երբ կունենանք այն դատական իրավական համակարգը որը պատկերացնում որ դու ասես որ այլևս մենք ունենք ինչ որ բանում այնքան լավը որ դրանից լավը պետք չի միշտ պետք է ավելի լավը ունենաս կլինի մեր ոլորտը արդարադատությունը նոր մոտեցումներ թվային արդարադատություն կա շատ բաներ կան արագություն կա որ տարիներով չսպասես դատիդ որտեղ կարող դատավորը հրաշալի դատավոր է այսինքն արդար է անաչառ է իր խղճով ավճռները կայացնում գիտելիքներ բայց հերթդ կհասնի 3 տարուց Շատ բաներ կա արդար դատաքննության իրավունքի ապահովման մեջ մենակ դատավորների անձերը չեն եւ օրենսդրական ճարտարապետության խնդիրներ կան, ժամանակային խնդիրներ կան, ֆինանսական հասանելիությամբ փաստաբանները հիմա ասենք փաստաբան ես ուզում վարձես, տենց դիգնաս վարկ վերցնես որ կարողանաս փաստաբանի փողերը տասելի լիքը բաներ կա։ Հիմա եթե այս թեմայով խոսենք էլի երկար բանավեճի ու ժամանակ ենք ծախսելու, եկեք անցնենք կենսաթոշակներին ու այն ոլորտին, որը այս բան հիմա դուք եք համակարգում։ Դուք էլ Նիկոլ Փաշինյանն էլ պնդում էիք դեռ ապրիլին, որ կենսաթոշակների բարձրացման շնորհիվ կենսաթոշակը բարձրացել է այնքան, որ այդ պայծրությամբ սպառողական զամբյուղի, նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշը անցել է։ Դուք այդ ժամանակ այդ թիվը վերցրել էիք Համաշխարհային բանկի ներկայացրած 1 շնչին հասնող ցուցանիշը, որը այդ ժամանակ 61000 դրամ էր, այո, բայց Բացի դրանից կա նաև մեկ այլ ցուցանիշ մեծահասակի հաշվով մեծահասակի նախարարության կալորիաներով հաշվարկը դա համաշխարհային բանկին 2 ցուցանիշ է տալի 1 շնչի հաշվով եւ 1 մեծահասակի հաշվով իսկ առողջապահության նախարարը 1 ցուցանիշ է տալի որը համաշխարհային բանկի ցուցանիշներից այլ ավելի բարձր է Միշտ բարձր է որտեղ ուրիշ բանի մասն է Շատ լավ հիմա եկեք խոսենք այն ցուցանիշի մասին որը դուք եք ասել եթե մեկ համաշխարհային պրակտիկա տեսեք էլի այդ 1 շնչի հաշվով եկեք իմ հարցը տամ նոր մանիպուլացված մանիպուլացիա թեմա բայց եկեք բարձանք հետո տվեք էլի կներեք որ ընդհատում եմ այդ մեթոդաբանությունները իրարից տարբեր բաների մասին են եւ ընդունված է համաշխարհային բանկի մեթոդաբանությունը վերցնել մարդկանց կենսամակարդակը չափելու համար, որտեղ այնտեղ ներառված են ոչ թե սնունդը կալորաժը, որը առողջապահության նախարարության մեթոդաբանությունն է, այլ ուրիշ բաներ, ինչ ծախսեր է անում տնային տնտեսությունը եւ այլն եւ համեմատականները այսօրվա գործող գների ու կարիքների հետ։ Հիմա այս բայդրությամբ կենսաթոշակ ստացող բոլոր քաղաքացիների մեջ թոշակառուները ամենամեծ թիվն են կազմում։ Ու բնականաբար երբ որ խոսվում է որ կենսաթոշակները բարձրացել են առաջին թիրախ ու առաջին լսանը հենց թոշակառուներն են ու երբ որ դուք ասում եք որ կենսաթոշակները բարձրացել են 10000-ով գումարած նաև հետ վճարը ստացվում է 18000-ով այս պահին կարամ ասեմ թող 18 լինի համենայն դեպս այս բայդրությամբ երբ որ նայում ենք մեկ շնչին հաշվովի մեջ նաև ներառվում են օրինակ երեխաները, չէ՞, որովհետև երեխաները ավելի քիչ սպառում են պահանջում, թե սննդի տեսանկյունից, թե ծառայությունների տեսանկյունից։ Հիմա օրինակ երբ որ թոշակառուները լսում են, որ իրանց թոշակը բարձրացել է այնքան, որ նվազագույն սպառողական զամբյուղը անցել է, ինչ իրական այդպես չի, որովհետև եթե մեկ մեծահասակի հաշվով ենք նայում, մեծահասակի ցուցանիշը ավելի բարձր է, քան իրեն։ Այն ժամանակ երբ որ ապրիլին 66 էր, մայիսին Վիճկոմը նոր տվյալներ հրապարակեց, արդեն 74000 դրամ։ Եռանցակային տարբերություններ լինում է, բայց մեր այսօրվա բանով մենք 59000 դրամ ունենք միջին կենսաթոշակ, գումարած 8000 դրամ միջին բան 67000 դրամ է։ Այս պահին մեր միջին կենսաթոշակը կարելի է ասել, որը չի հասնում այս պահին մեծահասակի հաշվով։ Բարձրացման պահին
անցել է այդ ցուցանիշը, այդ թվում մեծահասակի մասով, եւ մենք ասել ենք, որ մենք ինդեքսավորելու ենք կենսաթոշակները, որպեսզի այն երբեք նվազ չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Հիմա կասեք մեղադրանքը ինչու՞մն է։ Ուզում ենք հասկանալ օրինակի համար թոշակառուները կարող ենք այդ բնդում անել, որ թոշակառուները շարունակում են ապրել այդ աղքատության շեմին։ Որովհետև հենց բարձրացնում եք նվազագույն սպառողական ցուցանիշը բարձրանում, այդ ցուցանիշի հետևից վազելու տպավորությունը։ Դե ով է վազում ենք։ Առասարակ սիստեմը։ Գնաճա լինում, գները բարձրանում, բա պետք է վազես, բայց ինչ պետք է անես, բա պետք է բարձրացնես, որ մարդիկ կարողանան ապրել։ Բայց դա մենք ուրիշ բան ենք մոռանում։ Այդ ծախսերի մեջ մեծ էական կշիռ ունի առողջության ծախսերը, առողջության վրա կատարվող ծախսերը, հատկապես 65+ քաղաքացիների դեղորայքի գծով հիմնականում, որոնք ռեգուլյար են, շաքարային դիաբետի դեղորայք կլինի, ճնշման, ստենոկարդիայի դեղորայք կլինի, որը մենք էլի փոխհատուցել ենք առողջության ապահովության, եւ սա մենք հաշվում ենք միայն մաքուր այս ձևով։ Բայց եթե այդ կտորն էլ հանենք, որը մարդկանց համար հաճախ ամսական 20, 30, 40 հազար դրամ է, նայած ինչ դեղեր են խմում, այդ ավելին ալնում, քան նույնիսկ մեծահասակով եւ նույնիսկ թարմացված սպառողական զամբյուղը, բայց իհարկե դա երբեք չի նշանակում, որ դա քո երազած, բանն է, երազած չափն է տրվող քո քաղաքացիներին կլինեն կենսաթոշակառուներ կամ հաշմանդամներ, պետությունը պետք է ամեն ինչ անի, որ դրանք աշճանաբար աճեն եւ մենք ասել ենք, որ ինդեքսավորելու ենք, բայց միևնույն ժամանակ էլ մենք այլ ծառայություններով այդ հարցերը լուծում ենք։ Օրինակ նույն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, եկեք վերցնենք, որոնք կարող են նաեւ լինեն թոշակառու։ Մենք բազմաթիվ ծառայություններ ենք մատուցում օրորի ավելացող տնային խնամ, ցերեկային խնամ, աջակցող միջոցներ ենք տալիս տարատեսակ, չեմ ուզում բժշկական տերմինների մեջ մտամ, երեք ենք ընդունել մի որոշում, որը մոտ 900 միլիոն դրամի ավել ծառայություն է մատուցում, տասնյակ հազարավոր մարդկանց գներն ենք բարձրացրել, անվասայլակ, քայլակ, հենակ, լսողական սարքեր, որոնք որ փակում են այդ բանը, հասկանում եք, դեֆիցիտը, որտեղ դու քո թոշակով չես կարող սայլակ առնես օրինակ, ինչքան ուզում ես բարձրացնենք, օրինակ էլեկտրական սայլակ չես կարող առնես, որը արժի 500,000 դրամ։ Դրա համար պետք է նայել ամբողջության մեջ այդ ամեն ինչը, դու այլ հարակից ծառայությունները ոնց ես փակում, պետք է ընդլայնենք ցերեկային խնամքի ծառայությունները, գիշերային կամ տնային խնամքի ծառայությունները, ու դա անում ենք աշճանաբար։ Շորոսյան, հետ վճարնել եք, չէ՞, համարում, որ ավելացել է կենսաթոշակը։ 5000 դրամ միջինը հետ վճարը։ Այստեղ մի խնդիր կա, որը անցած տարի կներեք վերջում, անցած տարվա վերջին 4000 էր, հիմա 8000 է։ Պարբերաբար, օրինակ գյուղաբնակ շրջաններում թոշակառուները չեն ունենում այդ հնարավորությունը հետ վճարի, հա, ոնց են այդ բնդում անում։ Օրինակ բանկոմատներ չկան, օրինակ կանխիկ վճարում անելու դեպքում, երբ որ օրինակ մարդը գնում է եւ անում է կանխիկ վճարում ու այդ գյուղերում մի քիչ տարածված խնդիր կարող լինի, հետ վճար, ոչ թե թոշակի բարձրացում, որովհետև դա ունի նպատակ։ Բազմիցս ասել եմ 1000 անգամ, 10000 անգամ էլ կասեմ։ Այդ հետ վճարի նպատակը ավել հարկեր գեներացնելն է եւ տնտեսությունը ստվերից դուրս բերելն է, որին պետք է մասնակցեն մեր բոլոր քաղաքացիները։ Ես էլ եմ մասնակցում հիմա արկա քարտով 2% հետ վճար եմ ստանում, առաջ վիզայով էի առևտուրանում, հիմա արկայով եմ առևտուրանում, որ շատ հարկեր ցուցանիշներ, ըստ որի գիտեք օրինակ գյուղական բնակավայրերում մարդիկ որքանով են կարողանում այդ փոստտերմինալներով կամ անկախի վճարումներ անել։ Ես ցուցանիշ ամեն ամիս աճող օգտագործողների այդ վճարը, որը վերաբերում է բոլոր կենսաթոշակ ստացող թե ընդհանրապես։ Ընդհանրապես կենսաթոշակները նպաստներ ստացող, այսինքն բոլորին է դա վերաբերում 100,000-ավոր մարդիկ են։ Մենք հիմա 3 առաջորդ դրությամբ ունենք 544,000 հոգի, որ ստանում է հետ վճար եւ միջին հետ վճարի չափը 8000 դրամ է։ Դրանք հո Երևանի կամ Վանաձորի կամ Գյումրի բնակիչները չեն մեր սիրելի 65+։ Հետ վճարի ընդհանուր գումարը ինչքան է կազմում։ Հետ վճարը կոնկրետ այդ ամսվանա կամ կոնկրետ թիմներ ասեմ 4 միլիարդից ավել էր այդ մի ամսվանա, ու տենց ամեն ամիս։ Պարոն Թորոսյան, երբ անդադ օրինակի համար հորդորում եք քաղաքացիներին անկախիկ վճարում իրականացնել, ես ինքս եմ անում, ու ասում եք, որ դուք ինքներդ եք անում, այդ դեպքում հայտարարագրելուց ինչի օրինակի համար 2024-ին 3 միլիոն դրամ եք կանխիկ հայտարարագրել, դրանից 3 միլիոն դրամ եք, դրանից առաջ 3 միլիոն դրամ եք կանխիկ հայտարարագրել։ Բայց անկախիքը 13 կամ 23 եմ հայտարարել։ Հա, շատ լավ, ուզում ենք հասկանալ օրինակի համար, եթե քաղաքացիներին հորդորում եք, ապա ինչու ծախսի հետ պիտի ունենա կանխիկ այդ գումարը ծախսելու համար չի ոնց դա։ Կարող է մյուս տարի չունենամ, եղել է հայտարարել եմ, ինչ անեի։
Ամբողջ ընթիրը այն է, որ պաշտոնյաները ավելի շատ հաճախ են կանխիկ ունենում իրենց ձեռքում։ Չէ, 3 միլիոն դրամը ոչինչ է։ Դա ձեր բարեկամ 3-ա, բայց այլ պաշտոնյայի դեպքում շատ ավելի բարձր կանխիկ գումարը։ Կրիմինալ պետք է ուսումնասիրել, պետք է գնալ հասկանալ այդ որտեղից այդ կանխիկը եւ ինչի է տենց եղել, բայց մենք ասենք հիմա կարակ նայեք իմ վերջի, չգիտեմ, մի կես տարվա բաներ, ես գրպանումս կանխիկ գումար համարյա չկա որ ծախսեմ, էլ հեռախոսով էի ծախսում, հիմա արկա քարտով եմ ծախսում եւ այդ 3 միլիոն դրամը բան է, այսինքն եսի ինչ չի որ 3 միլիոն դրամը որտեղից աշխատավարձ ա եղել, ինչ որ կանխիկացում ա եղել, կարող է կինս ա տվել, ես եմ կնոջս տվել։ Պարոն Թորոսյան, այդպես կրկում խնդիրը ոչ թե հենց կանխիկի չափի մասին է, այլ ուղղակի որ պաշտոնյաները բոլորին հորդորում են կանխիկ ճամներ անել, բայց հենց իրենք էլ կանխիկ։ Պես չէ, էլի Ժորժ ջան, ես հասկանում եմ որ լրագրությունը տենց մոտավորապես ծորենի բանի մեջ ասեղ գտնելու մասին է, բայց մենք էլ մտածում ենք աղոստվերային գործունեությունը այդ կանխիկը բոլորն էլ գիտեն, որ օրինակ կանխիկ հայտարարագրելիս կանխիկները, նայեք բաները, վարկային գծեր, ավաններ, բոլորը անկանխիկ է, աշխատավարձը անկանխիկ է, ծախսերը անկանխիկ է։ Մենք այդ ամենը նայել ենք, եթե խնդիր լիներ, մենք դրա մասին ձեզ հարց կբարձրացնենք, չէ։ Ուզում եմ ճիշտ հասկանանք հարցը, պաշտոնյաները հորդորում են մարդկանց։ Ես իմ մասին կարող պատասխան տամ։ Մենակ դուք չեք, ընդհանրապես իշխանությունը հորդորում է, նաև օրենքներ եք տարբեր որոշումներ եք ընդունում։ Ասացի, օրինակ անցյալ ամիս 17000 դրամ բան եմ ստացել, հետվճար եմ ստացել արկա քարտի առևտրից, որտեվ անկանխիկ եմ արել այդ առևտուրը ու շատ երջանիկ եմ դրանից, ոչ թե 17000 դրամի, այլ որ թույլ չեմ տվել, որ այդքան հարկ թաքցվի։ Ամենատեղած խնդիր կա բոլորին պաշտոնյան դեպքում, որոնք որ կանխիկ են հայտարարում եւ նույն ժամանակ բոլորին պարտադրում են իրենց որոշումներով, որ գնան եւ անկանխիկ վճարներ անեն։ Ինչի պարտադրում չունենալ կանխիկ գումար։ Դա մարդու սեփականությունն է, կարող ես ունենալ, կարող ես կանխիկ ծախսել, կարող ես անկանխիկ ծախսել։ Մենք անում ենք քաղաքականություններ, որ անկանխիկը ավելի ձեռնտու լինի, հա, մարդկանց եւ կենսաթոշակի եւ սովորական արկա քարտերի դեպքում։ Եվ հա իդեպ այդ հետ վճարի բանը ես միշտ մոռանում եմ, այդ հետ վճարի մեջ այդ 2%-ի բանը չկա, սրանց դու էլ պետք է հաշվեմ, որտեղ 8000 չի լինելու, ավելի շատ է լինելու, եթե կենսաթոշակար ունի նաև արկա քարտ, ինքը ոչ թե 20% է հետ վճար ստանում, այլ 22% է հետ վճար ստանում։ Լավ հիշեցի ձեր եթերում միանգամից։ Մենք քաղաքականություններ ենք վարում, որը տնտեսությունը պետք է դուրս բերի ստվերից եւ ինքներս էլ օգտվում ենք այդ քաղաքականությունից որպես քաղաքացի։ Հիմա եթե ինչ որ մեկի մոտ օրինակ չգիտեմ 100, 200, 500 միլիոն դրամ կանխիկ գումար կհայտնվի կամ այնց որ ասում ես ինչ է էլ ես որտեղից օթից պետք է գնալ դրա հետևից հասկանալ որտեղից։ Պարոն Թորոսյան, դուք նաեւ ասում եք, որ նպաստանալը լավ բան չէ, մարդիկ պիտի ձգտեն, աշխատեն, կրթություն ստանան եւ այլն, բայց եթե մի քիչ տենց ավելի թվային դաշտ են գալիս ու փորձում են հաշվարկ անել, գործազոր քաղաքացիներից յուրաքանչյուր երրորդը ունի բարձրագույն կրթություն։ Ոնց է ստացվում, որ բարձրագույն կրթություն ունեցող անձը, որ օրինակի համար հորդորելով ձեր խորհրդին գնում է կրթությունը ստանում, փորձում է աշխատանք գտնի, չի կարողանում, ստացվում է, որ ինքը գործազոր կա։ Այս մի կողմն է, այսինքն որտեղից են այդ խնդիրները գալիս, որ մասին հիշում եք, չէ՞։ Հանդիկների մասին հիշում եք, չէ՞։ Հիշում ենք։ Կապում եք դրա հետ։ Ոնց է կապում դրա հետ։ Սա պատասխանելուց պրոստը տենց հիմա ռեպլիկով ասել արդեն։ Տեսեք, նախ միանշանակ է եւ ես չեմ դա ասել, դա տենց հայտնի փաստ է, հա, ապացուցման կարիք էլ չունի, որ աշխատանքով ես քո բարեկեցությունը ապահովում, եթե կարող ես աշխատել։ Իսկն աշխատունակ ես, ինչ որ սահմանափակումներ չունես ֆիզիկական կամ այլ, թեև հիմա մենք խրախուսում ենք, որ նույնիսկ սահմանափակում ունեցող քաղաքացիներն են աշխատել ու աջակցելու ենք նաև իրենց։ Եվ իմ ասած աջակցող մի քանի պետական ծրագրերով անձնական օգնական է շուտով հունվարի 1-ից նոր ծրագիր է լինելու հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, այսինքն նույնիսկ իրանց են խրախուսում, բայց մի պահ մոռանանք սահմանափակում, առողջ մարդկանց վերադառնանք։ Տեսեք, մենք ունեցել ենք դժբախտաբար փարոս համակարգ ու դեռ մինչև հիմա այլ ունենք, որի իմաստը եղել է աջակցելու են մարդկանց, ովքեր որ բազային, այսինքն այնքան եկամուտ չունեն, որ կարողանան իրենց տարական հարցերը հոգալ, բայց ստացվել է այնպես, որ ինքը ավելի շատ դարձել է այդ մարդկանց հավերժ աղքատ պահելու մասին համակարգ։
որտեղ մենք ընտանիքներ ունենք 90-ականների սկզբից փարոսում են, հասկանում եք, երեխաները են ծնվել, մեծացել, հիմա իրանք են փարոսում, դա նշանակում է այդ համակարգը ոչ թե մարդկանց կենսագործունեությունը կամ բարեկեցությունը լավացնելու մասին, այլ հակառակը, վատացնելու միշտ պահել է դրա մեջ, որ իրենք 20-30 հազար դրամ ամիսը ստանան ու միշտ տենց աղքատ մնան, միշտ։ Հիմա մենք փոխում ենք այդ համակարգը եւ երկու մարզում տեստավորել ենք, որպեսզի մարդուն հակառակը հանենք այդ համակարգից։ Պետք է համակարգը պետք է լինի նրա մասին, որ այդ մարդը դուրս գա այդ համակարգից եւ ոչ թե մնա այդտեղ։ Ոնց է այդ մարզերը որոշել, պարոն Թորոսյան, կոտայքնությունիկն են, որոնք այս բայդրությամբ գործազրկության որոշել, կառավարությունն է որոշել, ենթադրում եմ կախված իրենց տնտեսական վիճակից, որտեվ երկուսն էլ ամենաաղքատ մարզերը չեն, էլի, այսինքն ամենաաղքատ մարզերը չեն, ոչ Կոտայքը, ոչ էլ Սյունիքը, ու այդ մի տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ վեր են հանվել, որը արդեն փորձել ենք լուծել նախորդ կառավարության նիստում եւ հուլիսի 1-ից արդեն ամբողջ երկրի վրա դա տարածվելու, բայց սողացող, այսինքն ում հերթը հասնի նոր գնահատման, արդեն նոր համակարգում է գնահատվելու մեր քաղաքացիներից։ Եվ դրա շրջանակներում մենք ոչ միայն կրիտերիաներ ենք փոխարել, այլ ալտերնատիվ ենք առաջարկելու, այդ թվում են մարդկանց, ովքեր որ այդ պահին աշխատանք չունեն, մի քանի զբաղվածության ծրագիր ենք առաջարկելու։ Բայց եթե մարդը հրաժարվի այդ զբաղվածության ծրագրերից, աշխատունակ մարդու մասն է խոսքը, ապա նա մեր համակարգում դա իրան վերագրվելու է եկամուտ։ Իսկ եթե դու չես աշխատում, համել չես ուզում աշխատես, մենք քեզ ասել ենք, ուրեմն դու այսքան եկամուտ ունես, դու դուրս ես գալու համակարգից, պիտի գնաս աշխատես, որ ինքը ուզենա դուրս գալ այդ համակարգից։ Ինչ վերաբերում է գործազրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողներին, այո, կա նման բան, այստեղ մենք գործ ունենք տնտեսության եւ առաջարկի եւ պահանջարկի իրար հետ հանդիպելու հետ, այսինքն ես կարող եմ ունենամ բարձրագույն կրթություն ինչ որ մասնագիտությամբ, որը կամ մեկ պետք չի սպայի տնտեսությանը եւ փոխվելա եւ փոխվելու է, վաղը օրինակ թարգմանիչները գործ չեն ունենալու Հայաստանում եւ աշխարհում, որտեղ կա AI, քարտուղար չի լինելու, չգիտեմ, սղագրող չի լինելու, հազար մասնագիտություն է փոխվելու ու մենք պետք է ադապտացվենք։ Եվ երկրորդը, ես կարող եմ ունենամ դիպլոմով մասնագիտություն, բայց ես ոչ մի բան չհասկանամ ու չկարող ես լավ մասնագետ չլինեմ, էլի։ Այսինքն խնդիրը կրթության որակն է։ Այդ թվում կրթության որակն է եւ ոչ միայն կոնկրետ կրթական համակարգի, այլև կոնկրետ այդ անձի, որը կարող է ավարտել աբուհը, բայց օրինակ չի աշխատել մի քանի տարի կամ երբեք չի աշխատել այդ մասնագիտությամբ, բայց հա ինքը բան է, ինժեներ է։ Չնայած ինժեներները հիմա առասխված են, ռուսերեն ասած, այդպես դժվար է գտնել էլի չաշխատող ինժեներ։ Նաև բուհ եւ աշխատատեղ։ Նաեւ դրա մեջ կա ու գիտեք այդտեղ բանը այդ գեփ, այդ անդունդը խորանում է, ասեմ ինչ էլի AI-ի պատճառով։ Հիմա եթե դու ուզում ես օրինակ պլանավորես մոտակա 5 չլիներ, որն էր պատճառը լինել, միջև այդ AI չկար, միջև այդ պատճառը այդ պահանջարկ առաջարկը ճիշտ չհաշվարկելն ա եղել, այդ թվում պետական ինստիտուտների եւ հետազոտական ինստիտուտների վատ աշխատանքի կամ ոչ լավ աշխատանքի, բայց հիմա մենք այնպեսի մարտահրավերի առաջ ենք, որ օրինակ դու ուզում ես պլանավորես մոտակա 10 կամ 20 տարին ինչ մասնագետներ են պետք լինելու, որ գնաս կրթության նախարարությանն ասես այդպիսի գծով տեղեր է պետք ֆինանսավորել պետական պատվերով առնվազն, մինչև այդ մարդիկ դառնում են մասնագետ, պարզվում է այդ մասնագիտությունն էլ այլևս կարիք չկա մեծ։ Այդտեղ գալիս է մեծահասակների կրթություն կամ վերապատրաստման կոնցեպտը, այսինքն պետք է քաղաքացիները միշտ պատրաստ լինեն եւ պետությունը պետք է աջակցի այդ process-ին, տարբեր երկրներում տարբեր մոդելներ կան, օրինակ Ֆրանսիայում հատուկ հիմնադրամ կա, որին հատուկ մուծումներ է արվում գործատուների կողմից, որ այդ աշխատողները միշտ վերապրոֆիլավորվեն, այդ թվում աշխատողներն են միշտ վերապրոֆիլավորվեն, այսօրվա պատմաբանը դառնա, չգիտեմ, ուրիշ մասնագետ, ինժեները դառնա պատմաբան, հիպոթետիկ եմ ասում։ Եւ դա միշտ process պետք լինի։ Ոստե բայց մի հատ կարևոր բան էլ կա։ Մինչև դա ասել եմ մի հատ բան հարցնեմ, եթե դուք ասում եք, որ խնդիրը կա ու շատ վաղուց խնդիր է աշխատատեղի ու բուհի միջև այդ կապը։ Հիմա այս պահին պետությունը ինչ է անում, ինչ գործառույթ է անում, ինչպես է զբաղվում։ Կարելի է ավելացնել այն հարցը, թե պետությունը ոնց է մեծահասակներին արդեն կրթություն է ստացել, ադապտացնում աշխատաշուկային։ Պետությունը բոլորին չի կարող ադապտացնի, դա բիզնեսը ավելի մեծ դեր ունի, պետությունը կարող է գործիքներ տա ու օրինակ մեկը ասացի, որի մասին մենք մտածում ենք,
մշտական մեխանիզմներ դնելու, բայց մենք օրինակ ունենք ծրագրեր զբաղվածության, որ իմաստը հետևյալն է. 3 ամիս կրթություն, 3 ամիս պրակտիկա, հետո աշխատանք, ու մենք օրինակ գործատուին սուբսիդավորում ենք, որ ինքը այն մարդուն, որը այս պահին իր մոտ եղած աշխատանքը չի կարող կատարել, կվերցնի կսովորացնի, մենք դրա համար կվճարենք իրան, մի 3 ամիս էլ կփորձարկի, կարող է աշխատել թե չէ, դրա համար էլ ենք սուբսիդավորում, եւ եթե շատ երկար կմնա, մի հատ էլ ասենք բոնուս ենք տալի վերջում դրա համար։ Ու բիզնեսը իրականում Անդիկներին ինչի հիշեցի էլի ես, երբ որ ասում ենք Հայաստանում գործ չկա, պետք է հիշել են հազարավոր արտասահմանից եկած մեր մյուս բնակիչներին այսօրվա, որոնք որ գալիս են այդ գործերը անելու։ Եվ շատ ցածր աշխատավարձով, պարոն Թորոսյան։ Ոչ բոլորը եւ ոչ ամենտեղ, նաեւ աշխատավարձով եւ գիտեք ցածրի ու չլինելու միջև մեծ տարբերություն կա, որ չկա աշխատավարձ ընդհանրապես եւ կա ցածր աշխատավարձ։ Եվ այդ որ մշ ասում են մշակութային, հենց դրա մասն է ասում, որ կարծես թե մեր պատվից ցածր լինի, որ մենք աշխատենք որևէ աշխատանքում եւ գումար վաստակենք մեր եւ մեր ընտանիքի համար, քան թե ընդհանրապես չաշխատենք։ Այսինքն ընդհանրապես չաշխատելը ավելի պատվաբեր է Հայաստանում եւ ստանալ նպաստ, աղքատության նպաստ, որը ըստ էության այդպիսին է, բայց չաշխատել, որովհետեւ միգուցե նպաստը ավելի բարձր է այդ պարագայում, քան աշխատավարձը։ Նպաստը 20-30,000 դրամ է եղել միջինը, 29,000 դրամ է եղել նախորդ համակարգով, այս նոր համակարգով 85,000 է, որը կոտայքում Սյունիքում է միայն, բայց միևնույն է։ Բայց ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը այս պահին, չէ՞։ Նվազագույն աշխատավարձը ինչ կապ ունի դրա հետ։ Եթե 85,000 կամ 80,000 դրամ է մարդ ստանում, որպես նշված չի ուզի գնա աշխատի։ Նախ նվազագույն լրիվ ուրիշ բան եմ ասում։ Նվազագույն աշխատավարձը այն աշխատավարձը չի, որ մարդուն բանը տալիս են, երբ որ ինքը ընդունում է գործ։ Եթե դու մրցունակ մասնագետ ես, ոչ մեկ նվազագույն աշխատավարձ։ Կարծում եք 75,000 դրամ ստացող մարդիկ չկան։ Կամ դրանից ավելի ցածր։ Որոնք հիմնականում ֆիկտիվ են գրված 75-ով, որտեղ գործատուները թաքցնում են հարկերը իրանց քիչ գրելով, մեծամասամբ, ցավոք սրտի, ու դրա դեմ է պետք է պայքարենք։ Եվ այստեղ այդ մշակութային խնդրեմը կա, որ երբ որ դու քո գյուղում, ասենք օրինակ դպրոց է սարքվում կամ քաղաքում, չես ուզում այդ շինարարության վրա աշխատես, բայց ինչ որ մի հատ այլ երկրի քաղաքացի գալիս է աշխատում, ասում ես բանա, այդ ոնց է գործ չկա մեր համար։ Գործ չկա, դե դու չես ուզեցի աշխատես։ Հայաստանում հիմա կարող տարբեր մասնագիտացումներով իհարկե մարդ ով որ իր մասնագիտությանը տիրապետում է կամ որևէ բանի տիրապետում է, անգործ չի մնա, ես դες հավաստիացնում եմ։ Պարոն Թորոսյան, ստվերային տնտեսությունից եք խոսում, բայց ավելի շատ այդ ստվերային տնտեսությունը պետության խնդիր է, չի, այսինքն չենք կարող բոլորիս խնդիրը վերցնել, ինչ ասել է պետությունը ով է։ Հարցը ստամ ասեք։ Ընդհանրական վերցնել բոլորին ու այն մարդիկ, ովքեր որ իրոք հալալ քրտինքով աշխատում են այդ 75,000 կամ 80,000 դրամը, նաև իրենց մեղադրել, որ իրենք գուցե խուսափում են ստվերային այդ տնտեսության միջոցով, հա, իրենց գործատունն է խուսափում։ Իրենց գործատունն է խուսափում, բայց նաև այստեղ էլ կա այդ պետության գործառույթը, չէ՞, որ բացահայտի թե որտեղ են գտնվում այդ ստվերութային տնտեսությունները, բացահայտել, պատժել, գուցե որովհետև այդ աշխատողները չեն գալու եւ ասան գիտես ինչ կա ինձ ցածր աշխատավարձով գրանցել է բայց շատ է տալիս միանգամից այդ մարդիրա գործը կորցնում ասում են, որովհետև օրինակ դրա շնորհիվ կարող են առողջության ապահովագրություն ունենալ հիմա, որովհետև կարող են հիպոթեկային ծրագրերից օգտվել, որովհետև կարող են ավելի շատ հետվճարով գումար ստանալ, ասում են եւ պիտի ասեն։ Եվ որ ասում եք պետությունը, խնդրեմ կոմենտներում նշել, եթե ունեք ծանոթներ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, նո գրանցված ավելի քիչ են ստանում կամ բայց ավելի շատ ստանում են իրականում, խնդրեմ կոմենտներում նշել, այս իրավիճակը դուք էլ ներկայացրեք, մեզ հետաքրքիր է։ Գնում ասում եք, օրինակ նախարարության ասում եք են ասում, բայց ասում եմ մի հատ գործատուի անունը դուր չի տալիս մարդը։ Դե մշակութային է, բայց պատասխանամ էլ, եւ ասում պետությունը պետք է զբաղվի։ Իհարկե պետությունը, իսկ ինչ ասել է պետություն։ Պետությունը դա մենք բոլորս ենք։ Բոլորս, ես էլ եմ պետություն, դուք էլ եք պետություն, աշխատողներ, գործատուներ եւ հարկային մեր մարմինները, պետեկամուտների կոմիտեն, այո, օպերատիվ իր տեղեկատվությամբ, իր գործիքակազմով, ստուգումներով, կամերալ ստուգումներով
Պարզում է ռիսկեր եւ կոնկրետ տեղեր, որ գնում է ասում է, այս 10 հոգուն չես գրանցել, ես տեսա, հենց հիմա իրանք քո մոտ աշխատում են, վերջի մի շաբաթ իրանք քո մոտ աշխատում, բայց ընդհանրապես գրանցված չեն։ Մեկ ուրիշը գրանցված է ցածր աշխատավարձով, բայց մենք էլ տեղ անելիք ունենք, էլի։ Նույն այդ ՀԴՄ-ն ինչ ենք ասում, որ բոլորս պիտի ուզենք։ Ասենք չի կարա ամեն տնտեսվարողի մոտ մի հատ հարկային տեսուչ լինի։ Ոնց որ չի կարա ամեն խաչմերուկում լինի մի հատ ոստիկան։ Մենք ինքնենք օրենք պարտադրողը ամենաառաջին հերթին քաղաքացիներն են։ Քաղաքացիները եւ ես բազմիցս եկել եմ ինձ եկել են ասել են ինչի մեր 250,000 դրամ աշխատավարձը մեր գործատուն գրել է 75,000 ես չեմ կարողանում օգտվել առողջության ապահով դա արդեն լավ է որ քաղաքացին տենց է մտածում չեմ կարող օգտվել հիպոթեկային վարկից եւ այո մենք պետք է այնպես անենք որ այդ գործատուները բոլորը գրանցեն իրենց աշխատավարձերը աշխատողները այնքան որքան վճարում են եւ դրանում կա երրակողմ հա պետական կառույց գործատու եւ աշխատող այդ բոլորը պետք է այդտեղ ջան գործադրեն Պարոն Թորոսյան ու տուգանով չի նում ցավոք սրտի ու կներեք բայց դա տեղի է ունենում այնպես չի որ տեղի եթե տեղի չունենար մենք աճող ոչ միջին աշխատավարձ կունենայինք ամեն ամիս աճող միջին աշխատավարձ ոչ էլ աշխատողների թիվ կունենայինք ամեն ամիս աճող փոքրիկ ուղղակի արձագանք միջին աշխատավարձի մասով այդ աշխատավարձը միջին որ ասում եք բարձրանում է մի քանի ոլորտների հաշվին է չէ բարձրանում է հաշվով կամ ոլորտներ որոնք ոնց միջին աշխատավարձի 300,000 չի ոչ Այո, օրինակ աճի հաշվին է ավելանում ու մենակ միջին աշխատավարձը չի, այդտեղ կարևոր այդտեղ կա նաև մեդիան աշխատավարձ, որը բոլոր աշխատող քաղաքացիների այն աշխատավարձն է, որը կիսում է բոլոր աշխատող քաղաքացիների, այսինքն 400,000 դրանից ներքև 400,000 դրանից վերև, եթե 800,000-ի վրա կենոր, այդ աշխատավարձն էլ է աճում այսինքն 100,000-ը որ մարդկանց աշխատավարձ աճում է եւ կա նաեւ աշխատավարձի միգրացիա ստորին շերտերից ասենք 150,000 ստացող մինչեւ աշխատավարձ ստացող աշխատատեղերի թիվը կրճատվում է ունեք պես ցուցանիշ ըստ այն որտեղ 150,000-ից բարձրը բարձրանում է այսինքն նաև կա միգրացիա ստորին քիչ ստացողներից դեպի բարձր ստացողներ եւ ավելի շատ ստեղծում են նոր աշխատատեղեր հենց այդ բարձր սեգմենտում, քան թե ցածր սեգմենտում։ Պարոն Թորոսյան, մի քանի բայց այդպես չի որ ամեն ինչ իհարկե հրաշալի է, իմ ասածը դրա մասին չի։ Եվ նաև հաջորդում է դրա մասին հաջորդում է նաև իմ հարցը։ Մի քանի ցուցանիշներ կարդամ, որոնք 2021-ին խոստացել էր կառավարությունը իրականացնել, որոնք իրականում այդքան էլ չեն իրականացել։ Նվազագույն աշխատավարձություն 5,000-ի փոխարեն պետք է լիներ 85,000 դրամ, բայց դեռ 75,000 դրամ է։ Միջին կենսաթոշակը չի հասնում իրական սպառողական զամբյուղին, այդ առանց հետվճար։ Դե դուք վստահ եք, որ բոլորը հետվճարից օգտվում են, պարոն Թորոսյան։ 544,000 հոգի։ 544,000 հոգի։ Շատ լավ։ Գործազրկության խոստացված 10%-ի փոխարեն այս բան 12.8% է։ Աղքատությունը կրկնակի խոստացել եք կրճատել, բայց կրճատվել է 4.8%-ով, 26.5-ից դարձել է 21.7 եւ նաեւ տնտեսական աճի մասն եք խոսում, տնտեսագետներն էլ պնդում են, որ այդ 8% աճը, որը որ ուղիղ անդրադառնում է թե գործազրկության, թե աղքատության, թե կենսաթոշակների բարձրացման վրա, այդ աճը պայմանավորված եղել ռուս-ուկրաինական պատերազմով եւ ռուս ռելոկանտների Հայաստան գալով, իրենք էլ իրենց հետ բերել են մի 5 միլիարդ դոլարի գումար։ Դա տնտեսագետները պնդում են, որ այդ 8% աճը դրանով է պայմանավորված եւ դրանից հետո ինչով է պայմանավորված։ Իրենց գնալուց հետո բնականաբար այդքան չի լինելու եւ իջնելու է հնա։ Իրենք գնացել են վաղուց ով որ պետք է գնար ու չի իջնում ոչ մի բան, հակառակը աճում է։ Շատ լավ, պարոն Թորոսյան, աղքատության ցուցանիշը ինչի կրկնակի չի նվազել։ Տարբեր պատճառներով նախ կառավարության ծրագիրը իհարկե քո երազանքների թվերն է այդտեղ դու գրում, որոնց դու պետք է հասնես այս կամ այն կերպ, բայց 21 թվականից հետո այնքան արհավիրքներ են եղել Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, որ օրինակ նույն տարբեր ծրագրերի վրա ծախսելու կամ օգտագործելու փոխարեն այդ փողերը ճգնաժամերը կառավարելու վրա էս օգտագործը եւ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումները Ղարաբաղից տեղահանումը, որը մոտ 140 միլիարդ մենք փող ենք ծախսել մինչեւ հիմա արդեն ավելի եւ դեռ տասնյակ եւ հարյուրավոր միլիարդներ ծախսելու ենք եւ այդ անկայունությունը եւ մենք հիմայան որ նոր ընկել ենք այս խաղաղության հաստատմամբ կայուն զարգացման ճանապարհի վրա հատկապես վերջի 2 տարիներին ու գնալու ենք առաջ այո բոլոր ցուցանիշները չի որ հասել ենք բայց ճիշտ տենդենսների վրա ենք եւ որևէ ցուցանիշով հակադարձ բան չունենք, ռեգրես չունենք, ունենք միայն պրոգրես եւ դրա մասին խոսում են բազմաթիվ հարակից, հա, ոչ ուղակի, անուղակի ցուցանիշներ, օրինակ նույն
Մեր մոտ գրանցած գործազուրկների թիվն այ չէ, անապահով ընտանիքների թիվն այ չէ, առանց այս մեր նոր ծրագրերը, այսինքն ինքը 105 թե 100 քանի հազարից անապահովության համակարգում ընտանիքների թիվը հիմա 45000 է, այսինքն այդ մարդիկ դուրս են եկել։ Ուղիղ չեք կրճատել այդ մարդկանց։ Չէ, ոչ մի չենք, ոնց են կրճատել, կրիտերիաներով գնահատվում է։ Նոր համակարգով այդ նոր համակարգը չհաշված։ Նոր համակարգը չհաշված, ես ասում եմ հին համակարգի մեջ եղած մարդկանց մասին է խոսքը։ Աղքատության ցուցանիշներ են կրճատվել, աշխատատեղերի թիվն է ավելացել, միջին աշխատավարձն է ավելացել։ Հիմա ասել, որ ամեն ինչ վատ է, սխալ է, ասել, որ ամեն ինչ մեր երազածի պես է, դա էլ է սխալ, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ գնալով ավելի է լավանալու վիճակը, թե ապաշրջափակման տրիպի, մեր շուրջը տեղի ունեցող դրական զարգացումների շնորհիվ, թե մեր աշխատանքի, նկատի ունեմ կառավարության, մեր բոլորի աշխատանքի, որտեվ այդ բարեկեցությունը, որի մասին խոսում ենք, այդ ամենը բարեկեցության մասին է։ Այդ բարեկեցությունը մենք պետք է կառուցենք բոլորով։ Պետությունը իր հերթին քաղաքացիներ իր աշխատանքով։ Ինչով 2031 թվականը 0.6% աղքատության ծայրահեղ աղքատության ցուցանիշը օրինակ համար չեզոքացնելը նպատակ դրել եք, այս 5 տարվա ընթացքում կամ օրինակ համար 28% երեխաների աղքատությունը, այս թվեր են, որոնք որ 0.6% ծայրահեղ աղքատությունը մինչև 31 թիվ պետք չի սпасել, դա 24 թվականի տվյալ եք դուք ասում, մենք այս տարի կունենանք 25-ը, որը վստահաբար ավելի ցածր է լինելու, 26-ն էլ առավել ցածր է։ Ինչով եք վստահ, պարոն Թորոսյան։ Իմ ասած բոլոր մնացած տենդենսներով։ Օրինակ 2020 կարծեմ 21 թվականային պատերազմի շրջանում այդ ցուցանիշը հետ ընթաց եղավ, հետո սկսեց էլի մի քիչ իջնել։ Այսինքն հնարավոր է չէ, օրինակ ցուցանիշը մի քիչ բարձրանա։ Գնանք առաջ, չէ, կոնկրետ այդ ցուցանիշը հնարավոր չի որ բարձրանա, որովհետև չկա որևէ նախանշան դրա վերաբերյալ։ Եթե նա նախանշաններ, հա, կարող լիներ։ Այսինքն ամեն ինչ խոսում է հակառակի մասին, որը ցուցանիշը գնալով մոտենալու է 0-ին եւ ես չգիտեմ լինում ատենց որ ինքը 0 դառնա թե չէ, բայց մենք ըստ էության մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելուն։ Մի հետաքրքիր դեպք հիշեցի կենսաթոշակների բարձրացման ժամանակ, երբ որ այդ քննարկումներն են լինում, ֆինանսների նախարարությունը ասաց, որ դա շատ ռիսկային է եւ բյուջեի տեսանկյունից դա ոչ այդքան կայուն է լինելու եւ հետագայում այս տրամաբեռնվածություն է լինելու։ Դա ապրիլին էր։ Բարձրացումից առաջ թե հետո։ Այո, միջև բարձրացում, երբ որ քննարկում էիք, որ պետքա բարձրանան, ֆինանսների նախարարությունը այդքան էլ կողմ ֆինանսների նախարարը այդքան կողմ չեղավ։ Ճիշտ ասած, տենց խոսակցություն, որտեղ ֆինանսների նախարարն է այդ փողերը հատկացնում ամեն անգամ եւ ամեն ինչ կայուն է եւ գնում է առաջ բյուջեի եկամուտների ավելացմանը զուգընթաց։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք չեք հիշում, որ ֆինանսների նախարարը նման բան է ասել։ Ֆինանսների նախարարը ընդհանրապես ցանկացած ծախսի վերաբերյալ սկեպտիկ է, իրանք միշտ դեմ են բոլոր ավել ծախսերին, բայց եղել է տնտեսական աճ, նոր թիվ տնտեսական աճի 2025 թվականի եւ որոշումը կայացվել, որ դրա հիման վրա մենք վստահաբար այս տարի ենք ավելի շատ ունենալու հարկային եկամուտներ եւ ապրիլի 1-ից կարող ենք այս եթե ֆինանսների նախարարությունը միշտ սկեպտիկ է վերաբերում նմանատիպ ցանկացած որոշումների, պետքա բոլոր որոշումներին այն սկեպտիկ է։ Դա եմ ասում, երբ որ եթե սկեպտիկ է, պետքա դա իրաց գործն է։ Չէ, ասել հաշվի չառնել, բայց ստացվում է ոնց որ իրանց գործն է, որտեղ իրանք նաև ֆիսկալ կայունությունը պահելու։ Իսկ դուք հաշվի առել եք այդ դիտարկումը իրենց։ Իհարկե, կառավարությունն է այդ որոշումը կայացրել, ես չեմ կայացրել։ Դա կոլեկտիվ որոշում է։ Դուք նկատի ունեք կառավարությունը։ Հա, իհարկե հաշվի առել ենք։ Որ հաշվի չառնեինք, չենք կարող որոշումներ ընդունել եւ այդ որոշումները կայացվում են եւ մենք էլ ամեն ամիս ստանում ենք այդ ավելի հարկային եկամուտները, որի մասին նաեւ խոսեցինք, թե ինչքան է ավելացել, այդ ավել հարկային եկամուտները ավելացնելով վճարում ենք մեր կենսաթոշակառուներին եւ մյուս նպաստառուներին իրենց ավելացած կենսաթոշակն ու նպաստը։ Նախարար նշանակվելուց հետո, առողջապահության նախարար նշանակվելուց հետո նախարարությունը MIPS-ի հետ կնքել էր մոտ 124 միլիոն դրամի գործարքներ։ Հիշեցնենք, որ MIPS-ը այն ընկերությունն է, որտեղ դուք նորեն եք աշխատել եւ ձեզնից հետո նաեւ ձեր կինն է աշխատել եւ այսօր էլ բաժնեմ ասունի ձեր կինը այդ ընկերությունում։ Առհասարակ հետաքրքիր է ոնց էր այդ 2018-2019 թվականները, որ համեմատում ենք, թե ինչքան էր տարբերվում MIPS-ի հետ կնքած պայմանագրերը, տարբերություն կար, գրեթե 2.5 անգամ էր այդ տարբերությունը։ Եթե տենց կողքի աչքով մի քիչ նայեք, հա, ոչ թե նախարարի կամ տենց քաղաքական պաշտոն զբաղեցնողի, օրինակ տարօրինակ
չի այդ կապը 2.5 անգամ ավելացումը։ Տեսեք, Հանրապետականների ժամանակ որ լիներ ոնց կնայեք այս հարցին։ Ես ուրախ եմ։ Այդ հարցը գնացել է մինչև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, տան շահերի բախման թեմայով, բայց նորից որպեսզի ամբողջությամբ պատկերացնենք, պետք է նայենք, թե ընդհանրապես ոնց է բաշխվում պետական պատվերը եւ ինչի վրա է այն հիմնված։ Պետական պատվերը բաշխվում է հետեւյալ կերպ. ծառայություն մատուցող ընկերություններ կան, շատ հիվանդանոցներ եւ այլն, եւ այդպես շարունակ, ու իրանք ստանում են պետական պատվեր, նախկինում ստանում էին տենց նախնական ինչ որ գումար, հետո տարվա ընթացքում վերաբաշխումներ էր տեղի ունենում, կախված թե ինչքան հիվանդ է իր մոտ գնաց է, որտեղ մեր օրենսդրությամբ քաղաքացին իրավունք ունի ընտրել իր բժիշկին, այսինքն դու գնում ես բժշկի ու մոտ ուզում ես, քեզ չեն կարող ասեն, չէ, դու պետք է անպայման այս բժշկի մոտ գնաս։ Եվ այդ կենտրոնը եղել է իր հիմնադրման օրվանից այդ իր ոլորտում եւ մինչ օրս էլ ամենաշատ հետազոտություն արած կենտրոնը։ Ես եմ դա բացել 2012 թվականի հուլիսին, արդեն 14 տարի անցել է։ Եվ ինքը բացման օրվանից առաջատարն ա եղել, բայց երբեք չի ստացա պետական պատվեր, այդ թվում քաղաքական պատճառներով ժամանակին։ Այո, դուք 2017-ին բողոքում եք։ Այո, եւ այդ որոշումներով տարբեր վերաբաշխումների տեղի ունեցել equalizing, եթե այսպես ասեմ, այսինքն դաշտը հավասարացվել է։ Ավելին, եթե դուք համեմատեք նաև այդ տարվա օրինակ մյուս կենտրոնների նմանատիպ կամ մեծ կենտրոնների, հա, ֆինանսավորումը, մենք նաև պետական բյուջեի ավելացում ենք ունեցել 18-ից սկսած 19-ին ընդհանրապես տարվա կես միանգամից մի 10 միլիարդ ավել փող եմ ես բերել պետական բյուջե, որը ծախսվել է տարբեր ծրագրերի վրա, բոլորինը ավելացել է, այդ թվում այդ կենտրոնինը, իսկ դրանից հետո, երբ որ այս նաև ապացուցում է իմ ասածը, երբ որ այլևս ի սկզբանե պայմանագրեր չէին կնքվում, այսինքն հիմա չէ մինչև ապահովագրությունը եւ հիմա էլ ոչ մեկի այդ պայմանագիր չի կնքվում կոնկրետ թվով, այսինքն դու գիտես, որ քո պայմանագրի նախնական արժեքը 0 դրամ է, ինչքան սպասարկեցիր, այնքան ստանում ես։ Այդ կենտրոնի եկամուտները ավելի են ավելացել, որ հիմա հիմիկվա թվերը նայեք 120 չի, կարող է պարզվի 250-300 միլիոն դրամ, որտեղ քաղաքացիները ընտրում են այս կամ այն կենտրոնը, գնում են այդ կենտրոն, հետո նախարարությունը այդ ծառայությունների դիմաց վճարում է։ Բայց դուք այն հարցին չեք պատասխանում, տեսեք, ասում եք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել այդտեղ, մենք էլ ենք տեսել ուսումնասիրել, իմիջիայլոց 4 հոգուց 3 հոգին է այդ որոշմանը կողմ քվեարկել, նախագահը դեմ էր, որ չճանաչվի որպես շահերի բախման բան, բայց այստեղ ռիսկ կա, անգամ եթե շահերի բախում որպես այդպեսին կառույցը չի արել, այդ ռիսկը մեկը կա, հիմա նորից եմ ասում, հիմա պատկերացրեք օրինակ հանրապետականների ժամանակ Հանրապետականների ժամանակ ինչ է օրինակ։ Չէ, նույն իրավիճակը, եկեք օրինակ դերկեք նախկին իշխանությունների ժամանակ, որ մեծ հիվանդանոց ա ունեցա, իր հիվանդանոցը ստացել է պետական պատվեր, չպետք է ստանար։ Եթե չստանար, որ ստանում է երկու անգամ ավելի շատ չդկար ստացել է ամենաշատ պետպատվերը Հայաստանի Հանրապետությունում։ Չէ, չկա, որտեղ գործող մեծ հիվանդանոց է, 100,000-ավոր դեպքեր են այդ հիվանդանոցում տեղի ունենում։ Հիմա անուններ չեմ ուզում տամ, պարզապես որ չթիրեմ, բայց ես խոսում եմ իրական դեպքով։ Մարդ եղել է 5 տարի նախարար, ունեցել է հիվանդանոց 2 հատ մեկի տեղը, ու իրանք ունեցել են շատ մեծ պետպատվեր, որտեղ այդ պետպատվերը ոչ թե ինչ որ մեկին պայմանագիր տալու մասն է, որ խնդրում եմ այս փողոցը ասֆալտ արա։ Այդ մի քիչ ուրիշ պատմություն է, գնումներ եւ այլն։ Սա ամեն մարդու ծառայություն ստանալու մասին է։ Այդ մարդը գնում է այդ հիվանդանոց ծառայություն է ստանում, որի համար, որոշների համար, ոչ բոլորի վճարում է պետությունը, մյուսների համար վճարում է ինքը քաղաքացին։ Եվ այդ մեխանիզմը այդպես է աշխատել, ինքը միշտ մանիպուլացվել է այդ պետպատվերի համակարգը նմանեցվելով բաներին, էլի գնումների համակարգին, բայց տենց չի։ Ինքը ուղիղ գնում է իդեպ համարվում, եթե նայում եք բյուջետային դասակարգիչների մեջ էլ, թե պետական բյուջեից ինչքան ուղիղ գնում է կատարվել, նույնիսկ առողջապահությունը դրա մեջ է, բայց ինքը կլասիկ իմաստով ուղիղ գնում չի։ Մարդը որոշում է այդ հետազոտությունը կամ վիրահատությունը անել այդ կենտրոնում, պետությունը դրա համար վճարում է, եթե այդ մարդուն հասնում է։ Եթե չի հասնում, ինքն է իր գրպանից վճարում։ Շատ լավ, եկեք մեկ այլ օրինակ բերեմ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով, երբ որ այդ ժամանակ դուք եք խոսել հնարավոր չարաշահումների մասին, որից հետո քրեական գործառույթ պետական գնում էր։ Ու տեխնիկական բնութագրի մեջ արհեստական միջամտություն էր, որ անպայման գրվի այնպիսի տեխնիկական բնութագիր, որ քո մոտ եղած ապրանքը համապատասխանի դրան։ Դուք դրա մասին խոսեցիք, հետո քրեական գործառույթվեց, դա երկար տարիներ տևեց, որից հետո Դավիթ Սանասարյանը արդարացվեց դատական վճարով։ Իմ բանը Դավիթ Սանասարյանի մասին չէր, այլ իր աշխատողների։
Չէ, բայց իրեն էլ թիրախավորել ինքը մեղադրել ինքն էր նաև։ Ես դրան կապ չունեմ, Ժորժ ջան, ես ասել եմ քո աշխատողը Դավիթ ջան, սիրելի ընկեր, սենց բանա անում, մեր մի քանի հիմնարկում օֆիցիալ գրությունով փոխում է տեխնիկական բնութագրեր, որպեսզի իր կողմից այդ ապրանքները կարողանա ծախել։ Ասել եմ, խնդրում եմ զբաղվի, ասել է, չէ, դες բան չկա, ասել եմ, օքեյ, չկա։ Ես կտամ թող իրավապահ մարմինները զբաղվեն։ Դավիթի մասին չի ընդհանրապես այդտեղ, թե հետո իրան ինչի են մեղադրանք առաջադրել եւ այլն, ես չգիտեմ, բայց ես միշտ հրապարակային էլ ասել եմ, որ ինքը պարզապես զոհա գնացա իր աշխատողներին չափից շատ վստահել են այդքան բան։ Հետաքրքիր է, ոնց չգիտեք, որովհետեւ հենց այդ նույն թեմայով, որովհետեւ մեղադրանքը եղել է նա, որ ինքը եւ իր փոխկապակցված ես չեմ իրան առաջադրել մեղադրանքը, ես չեմ մեղադրանք առաջադրել, ես չգիտեմ իրան անձամբ ինչի են մեղադրել։ Դուք այդտեղ ռիսկ տեսել եք, չէ՞, որ նման բանի մասին խոսել եք, գնման բնութագրի, կոնկրետ ապրանքի գնման բնութագրի մեջ փոխելով եւ գիտեք, նորից եմ ասում, ամեն ինչ սատանան մանրամասների, մանրուքների մեջ է։ Ես հիմա ձեզ ներկայացրեցի, թե ոնց է ընդհանրապես պետական պատվեր եւ հիմա էլ ապահովագրություն է աշխատում, հազարավոր քաղաքացիներ գնում են այս կամ այն կենտրոն, սպասարկվելու եւ հիմա որ ձեր ընկերությունը, այսինքն նախկին ընկերությունը, ասպայն ձեր կինն է այդտեղ աշխատում, ոնց դուք ռիսկը չեք տեսել, որ պետպատվերի այդքան մեծ թվով պետպատվերներ են կնքվել այդ ընկերության հետ։ Մարդիկ ուզում են հետազոտվեն, իրանք դրա իրավունքը ունեն։ Հիմա պիտի մարդուն զրկեիր այդ իրավունքից։ Դուք հասկանում եք տարբեր բաների մասն եք խոսում։ Ես որ օրինակ ուզենամ լեղապարկս վիրահատեմ, պետական գնումներով տենց հա, որ եթե մի ապրանք ես ուզում գնես, տենդեր ես հայտարարում, ասում ես ինձ տվեք 100 հատ լեղապարկի վիրահատություն։ Ու պետք է գնաս մի տեղ բոլորը վիրահատես։ Առողջապահությունը տենց չի։ Բոլորը կարող են գնալ իրանց ուզած հիմնարկում, հետազոտվեն, վիրահատվեն եւ պետությունը վճարում է դրանց դիմաց։ Ինչն է անհասկանալի, չեմ հասկանում այս անկեղծությունը։ Եկեք անցնենք տենց մամուլում եւս մի սկանդալային դեպքի անցյալից հետաքննող լրագրողները գրում էին, որ ձեր նախկին տեղակալը Շավարժ Գրիգորյանը հիմնադրել էր ձկնաբուծարան, որի բաժնեմասերի մի մասը գնել էր ձեր հայրը, իսկ հետո 20%-ը գնել էր ձեր նախկին վարորդի հայրը ու հրապարակում նաեւ գյուղացիները նշում էին, որ, չգիտեմ, Արսեն Թորոսյանի ձկնաբուծարանը ինչ-որ տենց դրան էլ եթե որտեղ է այդ ձկնաբուծարանը։ Խազարևան գյուղում։ Ինչ է անում։ Հիմա ես ինչ կապում եմ դրա հետ։ Դե ձեր չպետք գնալ։ Տեսեք, ձեր հոր անվան հետ է կապվում կամ կապվել։ Ու ձեր հայրը դուրս եկավ այն ժամանակ, երբ որ COVID-ի գործով քրեական գործի կալանավորումներ եւ իրադարձություններ էին տեղի ունենում, ձերբակալություններ եղան, ձեր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվեց մի քանի օր հետո։ Ժողովուրդ ջան, չգիտեմ ոնց է։ Չէ, հիմա ժամանակագրական հաջորդականությամբ շատ մոտիկ են եղել։ Ես չգիտեմ դա երբ է տեղի ունեցել այդ COVID-ին հիշում եմ 4 տարի առաջ 22, հա, 22 տարի գարնանը պետքա տեղի ունեցած։ Իսկ այն մյուս թեման ոբշե չգիտեմ էլ այդ դուրս գալ, ներս գալը երբ է տեղի ունեցել, բայց COVID-ի մասով էլ եմ իմ արձագանքը հրապարակային ասել, որը ուժի մեջ է եւ նույնն էլ այն մյուս մասով, եթե չեմ սխալվում, պարզաբանվել ու այդ հոդվածը մոտավորապես նրա մասին էր, որ Պապաս նաև 95 թվի մի հատ ՍՊ-ում փայատեր ա եղել, որ տենց ես ինչ որ մի հատ ուրիշ ՍՊ-ում էլի փայատեր եմ եղել, որից վաղուց հրաժարվել եմ 11 թե 12 թվականին ու հա, որի քրեական գործը վերաբերում նրան, որ հայտարարագրերում չեք լրացրել, ու քրեական գործի տերմինն է, որ թերի լրացված կամ չլրացված քրեական գործը այդ մասով էր հարուցված։ Դրանից մի քանի ամիս հետո արդեն երբ որ COVID-ի գործով քրեական գործը հարուցվեց, ձեր տեղակալը կալանավորվեց, ձերբակալվեց, հետո ձեր հայրը իրականում ինքը քաղաքապետի տեղակալն էր, իմ տեղակալ ինքը եղել է ընդամենը մի ամիս։ Ախր այդ ամեն ինչ այնքան կարևոր է, այդ չարաշահումները եղել են պոտենցիալ ենթադրյալ այդ COVID-ի ոճի մորոք, հասկանում եք դուք։ Ես կապ չունեմ այդ չար, ես նույնիսկ նախարար չեմ եղել այդ ժամանակ։ Ես պարզապես կանչել են ցուցմուկ տալու, չէ՞։ Ոչ թե կանչել են, ես պնդել եմ, որ ինձ կանչեն, իրենք չէին ուզում ինձ կանչեին ցուցմուկ տալու։ Իրանք պարզապես խուսափում էին ինձ կանչել այդ ցուցմուկ տալու, ու ես պարզապես այդ իրենք ովքեր իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն այն ժամանակվա իր ղեկավարության, որտեվ չէին ուզում որ ամբողջը բացահայտվի ակնհայտորեն։
Եվ ես 100 անգամ ասել եմ ինձ չեք ինձ կանչում հարցակնության դեպքում, երբ որ ես եմ այդ հրամանները արձակե, որի հիման վրա դուք իրանց մեղադրանք եք առաջադրում, հետո ինձ կանչել են հիմա մամուլը ներկայացնում, որ ես եմ պնդել, որ ինձ կանչան։ Հիմա մինչև ինձ դատարանը չեն կանչել, որ դատախազություն չի ուզում, որ ես գնամ ցուցմուկ տամ այնտեղ։ Գևորգ Սիմոնյանի գործով այդ գործը դուք Շինձո եք անվանել։ Ես հատուկ եմ դրա մասին խոսացել, որտեղ իմ համար շատ ցավալի ա եղել, որ այդ ծանր աշխատանքը, որ ամբողջ համակարգը արել, այդ թվում ես եւ իմ տեղակալները, Գևորգի այդ ժամանակ եղել է մի ամիս ա եղել տեղակալ, որից հետո ես դուսա մեկ ուրիշ գործ եմ գնացել, դրանից հետո է այդ ամեն ինչը տեղի ունեցել, որտեվ ես տեսել եմ ինչա գրած ու մոտավորապես իմաց անհեթեթություն, որ ինքը ինչ որ բան սխալ է բան արել վերահսկե, ասել են որ չի կարա այտենց բան տեղի ունենա, որտեվ այդ գործը չէր կարա այտենց լիներ, կարող էր հիվանդանոցի մակարդակում կարա լիներ, բայց որ ինչ որ մեկը չի վերահսկե, հա, դա իհարկե այտենց չէ, դրա մասին խոսացել եմ, ոչ թե որ ինձ է վերաբերվե, դատարանում է քննում ու ես խորհուրդ եմ տալի բոլորին գնալ դատական լիստերը լուսաբանել, բոլորին ախտիչ, ոչ մեկին հետաքրքիր չէ դատական լիստը, որտեվ արդեն կլիշեն կա COVID-ի գործով մեղադրյալ իմ անունն էլ դրա հետ կապված, որտեվ ես ասել եմ, որ դա չի կարելի անել։ Բայց վտականների հարցակնության փուլը նոր է, կարող է ձեզ կանչեն։ Իհարկե կանչելու են վերջում 450 վկա լսելուց հետո։ Դե կարող է դե արդեն լսել են մի 300 հոգու կանչեն ինձ թվում է։ Բայց ես կլուչևոյ վկա չեմ եղել, թեև պետք է առաջի կանչվողներից, որտեվ այդ հրամանը ես եմ ստորագրել, թե ով ինչ պետք է անի։ Առաջինը։ Պարոն Թորոսյան, բայց երբ որ դուք այդ գործի մասին գնահատական եք տալի Շինձո անվանելով, այդ գործը դեռ ընթացքի մեջ է, դուք ո՞նց եք գնահատական տալի։ Ամեղության կանխավարկածը չէ այդտեղ դուրվում։ Դուք այդտեղ ասում եք Շինձո գործը, բայց դատանը հələ վեճեր չեն գործում, որ հայտարարության մեջ գրում են, որ 55 միլիարդ դրամ փող է տրվել, ու բոլորի մոտ տպավորվում է, որ այդ 55 միլիարդ դրամը ինչ որ մեկը կերել է, բայց պետո պարզվում է, որ խոսքը ընդհանրապես մի քանի 100 միլիոն դրամ իմաստա մի հիվանդանոցի կողմից սխալ ձևակերպումների, դա դատարանը կորոշի վերջնականա թե չէ, ես ընդհանուր բանի մասն եմ խոսել, այդ գործը նսեմացնելու մասին, այդ ահռելի աշխատանքը, որ կատարվել է COVID-ի ժամանակ, ինչ որ մեկի գրչով դարձնել բան ամբողջությամբ կոռուպցիա։ Տեստես իրանց քննիչներին ու դատախազներին ով են վաղ բուժում այդ հիվանդանոցներում։ Պարոն Թորոսյան, այլի անցում կատարելով ձեր պատգամավորական գործունեությանը, ազգային ժողովի ամբիոնից ձեր հայտարարություններից ենք ուզում խոսել, որտեղ ընդդիմադիր խմբակցության հասցեին մի շարք վիրավորանքներ էի քննչացրել։ Ինչ խմբակցություն եթերում չենք ճշտել ընդդիմադիր խմբակցություն։ Պատասխանել էի բանում դահլիճում հնչած վիրավոր բանի նույն հայոյանքի։ Հայոյախոսությունը չէ, բայց փաստացի։ Ես ասել եմ, որտեվ ինքը այնտեղ ոմանց հետևը թաքնված Լևոն Քոչարյանը անուններով հայոյել էր մեզ այդտեղ մեր տաղավարում խնդրում չվիրավորեք չկրկնեք, հա։ Հայոյել էր։ Ես էլ ասել եմ, եթե ով մեզ տենց բան կասի, ինքը այսպես, այնպես ու լավ եմ արա, անկեղծ ասած։ Հարիշ չի падգամավորին, պաշտոնյային, ազգային ժողովին, բայց հարիշ չի նաև նման մարդ ունենալ ազգային ժողովում։ Այսինքն падգամավորական նմանատիպ գործունեությունը, երբ որ падգամավորական իսկ իրար մեղադրել է ինչ որ մեկը հայոյանք տալու համար մինչ օրս։ Իսկ ամբիոնից էր այդ հայոյանքը չկապ ունի։ Չէ, դե ուզում եք հասկանալ բարձրաստիճան դից ամենատեղից, որտեղ որ հայրենակիցները նայում են ձեզ ու փորձում են ատելության առողջ քաղաքական միջավայրը ձևավորել, ուզում եմ հասկանալ։ Պետք է ոմանք հասկանան, որ իրենց չեն կարող ավելորդություններ թույլ տան, այդ թվում այդ մակարդակում, եւ ես նորից եմ կրկնում, ինչ որ մեկը իրան մեզ հայոյելու համար մինչ օրս մեղադրել է, թե չէ, հրապարակային։ Իմիջ այլոց եթե ինք էստեղ լինի կամ այսօր մենք իրան այդ հարցը կտանք, քանի որ դուք եք ձեզ ենք տալիս այդ հարցը, դուք նորմալ եք, այսինքն համարում ամբիոնից եթե անգամ պատասխանել է, ես նորից դա չեմ կրկնի, ես ինքս լավ չեմ զգացել դա անելուց, բայց ես համարել եմ, որ կարևոր է, որ իրանք դա լսեն, որ այլևս իրանց նման արտահայտություններ թույլ չտան ոչ այդ դահլիճում, ոչ էլ ուրիշտեղ։ Իսկ էլի կանեք, եթե նման իրավիճակ ստեղծվի։ Ես արդեն ասացի, որ ես լավ չեմ զգացել դա անելուց, բայց դա պետք էր այդ պահին անել։ Շատ լավ, պարոն Թորոսյան, երիտասարդների հետ շփվում եք։ Մի փոքր թեթևայից ցածնենք, էլի երեխեքից հետ շփվում եմ հավաշվում, չէ, այո, բոլորի հետ շփվում եմ։ Մեծ են ձեր երեխաները, կան 13-17։ Ջեզի են։ Իսկ ինչ խնդիրների մասին է սովորաբար երիտասարդները խոսում, բարձրաձայնում, եթե շփվում եք իրանց հետ պատկերացնում ունեք։ Չէ, ունեմ ամեն ինչ էլի, չգիտեմ, տարբեր տարիքում տարբեր։
Դե հանդիպումներ էլ ենք ունենում, տենց չասեմ պաշտոնական, բայց այդտենց ֆորմատներում էլ ենք շփվում։ Կրթություն, հիմնականում ենթադրում եմ տեխնոլոգիաներ, ինչ որ չափով, հատկապես շատ ջահելները հիմա աշխատանք, նրանք ովքեր որ արդեն ավարտելու վրա են, բայց հա տարբեր է իհարկե նախասիրությունները, մենք էլ ենք այդ տարիքում այլ բաների մասին մտածում, զվարճանք, ժամանց, կաֆե, մանգալ, տենց ճամփորդել, վիզաների ազատականություն շատ ֆուսադիշ որ իմ մոտ գիտեք ինչ տպավորություններ որ ամեն անգամ երբ այս հարցազրույցները անում էինք ու երիտասարդներից էինք հարցնես մի տեսակ էս հուսալքված պահը կար հյուրերի մոտ որ ուզում հուսալքված պահը չէ երիտասարդները շատ լավն են ավելի լավն են քան մենք ու հաստատ ավելի լավն են դարձնելու մեր երկիրը այդտեղ ես որևէ կասկած չունեմ բայց որ ասենք հիմա ես կարող եմ 20 տարեկան որևէ մի երիտասարդի հետ ես իհարկե կգտնեմ խոսալու թեմա, բայց կարող է դա մի քիչ ժամանակ պահանջի, էլի, որտեվ օրը ուրիշ բանի մասին է, իմ օրը ուրիշ բանի մասին է, իրանց օրը ուրիշ բան։ Հիմա ես իմ երեխեքի հետ պրոբլեմ ունեմ երկար ինչ որ բանի մասին խոսալու, որտեվ Ձեզ չեն լսում։ Չէ, ոչ թե չեն լսում, իրենք ուրիշ աշխարհում են ապրում, հա, ոնց որ ես եմ ուրիշ աշխարհում ապրում, իրանց ընկերներով, իրանց դպրոցով, պարապմունքներով, ինստիտուտ ընդունվելու հարցեր, մեկը ինչ որ քննություններ, բան, որոնք որ իհարկե տենց ընտանեկան միջավայրում քննարկվում են, բայց ոնց որ առանձին զուգահեռ աշխարհ է, էլի։ Ես իմ հոգսերով եւ այլն ու դες չի որ անկեղծ ասած ես մինչեւ պաշտոնյա դառնալս էլ էր տենց որտեղ մեկ այլից անհրաբեռնված էի տենց գործ իրանք դաս ու այդ անջրպետը միշտ կա էլի տենց չլինի որ չլինի միշտ լինում է տենց սերունդների մինչեւ անջրպետեր է ալնում որ տենց ոնց որ յուղը ջրին չի խառնվում չէ դժվար է տենց միշտ սահմանը երևում է Միշտ այն տպավորությունը կարծիքը կա ու իրականում դա նաև փաստել է որ երիտասարդությունը հիմնականում չի հետաքրքրվում քաղաքականությամբ, տեղյակ չի քաղաքական process-ներից, քաղաքական գործիչներից, դուք որպես իշխանության եւ կառավարության անդամ հետաքրքիր է ձեր միջոցով ոնց է արդյոք փորձում եք այդ խնդիրը ինչ որ ձևով լուծել։ Կամ հասարակ խնդիր տեսնում եք։ Կամ ընդհանրապես դա խնդիր տեսնում եք, ճիշտ է։ Այսքան կարծում եմ որ տենց էլ կա, իսկ ես էլ եմ տես կարծում, որ իրանց հետաքրքրությունները հաճախ այնպեսին է, որ այն ինչով որ մենք զբաղվում ենք, ոնց որ ձանձրալի ինչ որ զբաղմունք լինի, ու իրանց հետաքրքիր չի նույնիսկ լսել մեր տեքստերը, մեր ելույթները եւ այլն։ Բայց չեք կարծում, որ դա ինչ որ բանի հետևանք է, խի չեն ուզում լսել։ Ընդհանրապես չեն ուզում երիտասարդները լսել, ոչ միայն հայ երիտասարդները, որտեղ ասում եմ, իրանք ունեն իրանց այդ միջավայրը, իրանց նախասիրությունները, կան երիտասարդներ, որ քաղաքականացված են, իրանց հետ օրինակ շփվում են, գալիս են, իրանք հաճախ իրանք են իրանց ցույց տալիս։ Մենք ես ունեցել եմ նույն ազգային ժողովում են նախքին գործերից էլ հիմա էլ երիտասարդներ, որ գալիս են, ասում են ինձ օրինակ էսի բանը հետաքրքիր է, մի հատ կպատմեք, խմբով են գալիս, հաճախ ասում են կլինի ես որպես ինտերն փորձնագամ բան անեմ, հա իրանք տենց քաղաքականացված երիտասարդներ են, բայց մեծամասամբ քաղաքականացված չեն, հետո գիտեք ինչից է նաև կարծում եմ։ Երբ որ երիտասարդները սկսում են արդեն ինքնուրույն կյանք մտնել, արդեն առանց ծնողների, իրանց որոշումները ազդում են հենց իրանց կյանքի որակի վրա, դա տարիքի հետ է գալիս, արդեն իրանք շատ են նայում, թե օրինակ այդ կառավարության որոշումը, որ ընդունվեց կամ այն օրենքը, որ ընդունվեց, իր վրա ինչքան է ազդելու։ Հիմա հիմնականում ազդում է ծնողների վրա։ Որտեվ ֆինանսապես էլ է ծնողը հիմնականում ապահովում։ Հետո ինչքան դու ինքնուրույն ես դառնում, այնքան քեզ ավելի շատ է հետաքրքրում։ Դա բնական է, նաև կարծում եմ։ Ու ես այն տեսակետի կողմնակից չեմ, որ մենք պետք է արհեստականորեն երիտասարդներին այնպես խիստ քաղաքականացնենք։ Չէ, ինչ որ հա, իրանց հասկանալի լեզվով մեսիջ տալուն կողմ եմ, իրանց ուղված խոսք ասելուն կամ ծրագիր անելուն կողմ եմ, բայց ասել որ չէ դուք պետք է սաղ ձեր այդ հետաքրքրությունները թողեք գաք սաղորը կառավարության նիստերն ու ազգային ժողովի նիստերը նայեք, ես չեմ կարծում որ տենց է։ Պետք է թողել իրանք իրենց կյանքը վայելեն։ Շնորհակալություն պարոն Թորոսյան։ Ինֆոկոմի եթերում Control Z-ներ, մեր հյուրն էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։